Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտողներ, այսօր մարտի 27-ն է, օրը 5-շաբթի։ Հերթական գերհագեցած ու չափազանց հետաքրքիր բարի լույսն ենք միասին սկսում, սակայն մինչ այսօր թեմաներին անցնելը չենք կարող չխոսել մասնագիտական կարևոր օրվա մասին։ Լիլ, շնորհավոր մասնագիտական տոնդ, որպես դերասանուհի, քեզ մաղթում եմ միայն ու միայն մեծ հաջողություններ, շատ ու շատ ծափահարություններ, լեփ-լեցուն դահլիճներ եւ կարիերայում մեծ քայլեր ու ձեռքբերումներ։ Շնորհակալություն քոնն էլ։ Ես քեզ մեծ բեմեր եմ մաղթում։ Այսօր ամբողջ աշխարհում նշվում է թատրոնի համաշխարհային օրը, այն մասնագիտական, միջազգային տոնն է թատրոնի բոլոր աշխատողների պատվին։ Եվ մենք էլ նախ եւ առաջ ցանկանում ենք շնորհավորել մեր բոլոր գործընկերներին եւ ընկերներին, ովքեր իրենց կյանքը կապել են արվեստի եւ թատրոնի հետ։ Ձեզ մաղթում ենք բազում դերեր, սիրելի դերասաններ, չդադարող ծափահարություններ, բեմական շատ երկար տարիների գործունեություն ու բազմաթիվ ներկայացումներ։ Թող ձեր ներսի կրակն ու էներգիան այնքան անսպառ լինի, որ ամեն անգամ հանդիսատեսը զգա եւ ստանա ձեզանից այն, ինչը որ դուք ուզում եք փոխանցել, այն ուսուցողական եւ դաստիարակչական միտքը, որի մոդելը, որի դրթիչը դուք եք, սիրելի դերասաններ։ Թատրոնի համաշխարհային օրն առաջին անգամ իրեւ նշվել է Ֆրանսիայում։ Այո, որից հետո տարածվել է ամբողջ աշխարհում թատրոնի օրը։ Թատրոնում աշխատողների, դերասանների, ռեժիսորաբեմադրողների, պրոդյուսերների, լուսային եւ հնչյունային օպերատորների, ձևավորողների եւ նույնիսկ տոմսավաճառների ու հանդերձարանում աշխատողների մասնագիտական տոնն է, քանի որ դեռ 1933 թվականի հունվարի 23-ին Մոսկվայի Գեղարվեստական ակադեմիական թատրոնի հանդերձարանի աշխատողներին ուղղված նամակում ռուս գրող եւ թատերական ռեժիսոր Կոնստանտին Ստանիսլավսկին գրել է. ներկայացումը սկսվում է թատրոնի շենք մուտք գործելու պահից։ Դուք առաջինն եք դիմավորում եկող հանդիսատեսին։ Այս մեջբերումը ժամանակի ընթացքում վերածվել է թևավոր խոսքի։ Թատրոնն սկսվում է կախիչներից, որից էլ պարզ է դառնում, որ թատրոնում չկան երկրորդական դերեր եւ մասնագիտություններ։ Թատրոնն այս աշխարհում մի ուրիշ աշխարհ է, որտեղ ամեն պահ ստեղծվում է նորն ու գեղեցիկը։ Թատերական կյանքին ոչնչով չզիջող չափազանց հետաքրքիր, բայց իդեպ սպասված ու շատ հետաքրքիր հյուրեր ունենք եւ գեղեցիկ զրույցներով լի եթեր ենք պատրաստել այսօր ու վաղը երեկոյան Երևանում տեղի է ունենալու մի շատ հետաքրքիր համաժողով։ Մենք նոր միտք, նոր թարգմանություն խորագրով երկօրյա բացառիկ համաժողովը կազմակերպել է New Make հրատարակչությունն ու Gulbenkian հիմնարկությունը։ Բացի այս, նաև բացառիկ հյուրեր ենք ունենալու եւ մեր եթերը շատ հետաքրքիր է լինելու այսօր։ Անդրադառնալու ենք մեր հերթական թեմաներին, նախաճաշին, մեզ են ներկայացնում մեր գործընկերոջը Դարոյինգ ընկերությանը, որը հայկական շուկայում հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող լավագույն ընկերություններից մեկն է եւ շուրջ 30 տարի է ինչ սպառողին ներկայացնում է ավելի քան 200 անուն քաղցրավենիք։ Դարոյինգի արտադրանքը հիմնված է բացառապես բարձր որակի ապահովման եւ համի պահպանման վրա։ Ընկերության արտադրած քաղցր ձողիկները շատերի մանկության անբաժանելի մասն են կազմում, իսկ արդյոք հերոսը Դենին դարձել է ընկերության խորհրդանիշներից մեկը։ Ուրախությամբ տեղեկացնենք, որ Դարոյինգ ընկերությունը Դենի ապրանքանիշով նոր շարք է ներկայացնում։ Այն ներառում է շոկոլադապատ սնկիկներ, կրուասաններ, բիսկվիտներ եւ կեքսեր, որոնք իրենց համով, բարձր որակով եւ գեղեցիկ փաթեթավորմամբ նպատակ ունեն շարունակելու բրենդի հարուստ պատմությունը։ Ի ուրախություն ծնողների Դենիի տեսականին իդեալական տարբերակ է երեխաների դպրոցական ընդմիջումների, լանչերի, ընկերներին հյուրասիրելու եւ պարզապես համեղ պահերի համար։ Եվ այսպես, սիրելի հեռուստադիտողներ, նախ մեր հյուրերի հետ զրուցելու ենք այսօր ու վաղը Երևանում կայանալիք մի շատ հետաքրքիր նոր միտք, նոր թարգմանություն խորագրով երկօրյա բացառիկ համաժողովի մասին, որը կազմակերպվել է New Make հրատարակչությունն ու Gulbenkian հիմնարկությունը։ Այնուհետև տեղափոխվելու ենք եւ հյուրընկալելու ենք Ֆոն Մեկ հիմնադրամի հիմնադիր Չայկովսկու ընտանիքի ժառանգ Դենիս Ֆոն Մեկին եւ նրա հետ կպարզենք Երևանում մարտի 26-ին եւ 28-ին կայանալիք Չայկովսկի երաժշտություն առանց վիզաների միջազգային մշակութային եւ կրթական եզակի նախագծի մասին։ Նաև մեր հյուրերի հետ բացահայտելու ենք կանտանտա եւ խանութ սրահների բացառիկությունն ու շուկայում սուրճի եւ թեյերի լավագույն տեսականին ներկայացնելու առավելություններն ու նոր առաջարկները եւ միանշանակ կհասցնենք նաև թերթել մշտական էջերը մեր, բարձելով նաև օրվա բաղադրատոմսը ու ինչպես արդեն գիտենք, ամեն 5 շաբթի խոհանոցում իսկական համային հրավառություն է լինում, որովհետեւ շնորհիվ Live Chef Online ռեստորանի շեֆ խոհարար Համլետ Վարդանյանի
Բաղրամյանին, նա Սաթենիկի հետ միասին այսօր կստեղծագործի թատրոնի միջազգային օրվան նվիրված, որովհետև այսօր ամեն ինչ պիտի անենք ստեղծագործաբար, կապ չունի խոհանոցում, թե որտեղ, ստեղծագործեք այսօր սիրելի հեռուստադիտողներ, փոքր թատրոնով լցվեք, իսկ այո, Սաթենիկն ու Համլետը մեզ կօգնեն այսօր ավելի համեղ նախաճաշ ունենալու։ Բայց մինչ այդ ցանկանում ենք ձեզ ներկայացնել մեր մյուս գործընկերոջը, սիրով ցանկանում ենք ներկայացնել մեր համեղ գործընկերոջը Աթենք լուսամթերք ընկերությանը, որը ոլորտի բացարձակ առաջատարն է։ Արդեն 3 տասնամյակից ավել ընկերությունը բազմաթիվ ընտանիքների առօրյայի մի մասն է դարձել եւ հաստատուն քայլերով զարգացնում է հայաստանյան սննդամթերքի շուկան։ Որպես օրվա լավագույն սկիզբ եւ հագեցնող նախաճաշ առաջարկում ենք օրը սկսել Աթենքի սարդելկաներով, որոնք սննդարար են, համեղ եւ պատրաստված են բացառապես հատնտիր մսակտորներից։ Աթենքի սարդելկաները յուրաքանչյուր հավաքույթ, ընդմիջում կամ ընթրիք կդարձնեն առավել համեղ։ Չնայած նրան, որ սարդելկան ստեղծվել է 19-րդ դարում Գերմանիայում որպես արագ սննդի լուծում, այսօր Աթենքն այդ գաղափարը հասցնում է մի նոր մակարդակի, ավելացնելով ինքնատիպ համեր, հատուկ ընտրված բաղադրիչներ, անսահման սեր եւ հոգատարություն։ Դարձրեք ձեր օրն Աթենքի հետ ավելի համեղ հաշված րոպեներում։ Իսկ այս պահին, սիրելի հեռուստադիտողներ, այո, սկսենք խոհանոցից, հասկանանք, թե ինչպես ենք զինվելու, ինչ սնունդ է այսօր ընդունելու մեր օրգանիզմը Սաթենիկի եւ Համլետի թեթև ձեռամբ, եւ վերադառնանք ու տրվենք մեր շատ հետաքրքիր ընթացքին։ Բարի առավոտ, Սաթենիկ եւ Համլետ։ Բարի առավոտ։ Բարի առավոտ, Լիլիթ Արման, ես այս պահին մենակ եմ, ես էլ ուզում եմ շնորհավորանքներին միանալ, շնորհավորել այս պահին իմ գոլեգաներին, ովքեր հյուրասրահում են նստած, Արմանին եւ Լիլիթին, երկու հրաշք դերասաններին, մեծ դերեր, մեծ բեմեր, ծափահարություններ, վայելեք ձեր կյանքը, այո, մենք նվիրալներ ենք, ովքեր շատ սիրում ենք մեր գործը, մեր թատրոնը, այո, սկսում է կուլիսներից, երբ որ մոտ քեզ գործում թատրոն, միշտ պետք է 1 կամ 2 ժամ շուտ գալ, թե ներկայացման, թե փորձի, որ կարողանաս այդ տրամադրվածությունը ունենալ, հետո փոխանցես իհարկե հանդիսատեսին։ Իսկապես շատ սիրում ենք, մենք շատ անգամներ ենք խոսել այդ մասին, համբուրում եմ Օթային, իմ գոլեգաներին, հեռուստադիտողներին, ովքեր թատրոնի հետ անգամ մի նշույլ, մի բջջով կապված են, շնորհավոր բոլորիս, մենք շատ սիրում ենք մեր աշխատանքները։ Նվիրյալ ենք, փողի մեջ չի ամեն ինչ։ Կյանքը ուրիշ բանի մեջ է։ Սիրելի հեռուստադիտողներ, գործընկերներս ողջունեցին Համլետին, բայց այս պահին Համլետը ինձ հետ չէ, ես մենակ եմ, բայց նա, ինչպես Արմանը նշեց, տոնական բաղադրատոմս է առաջարկելու, նրբահամ, ինչպես թատրոնն է իր համով, բույրով, հոտով, բլղուրով աղցան է պատրաստելու, ես հիմա իհարկե բաղադրիչները չեմ թվարկելու, նա կմիանա ինձ եւ նա ինքը կասի թե ինչ է պատրաստելու մեզ համար, ինչպես միշտ ես վայելելու եմ այսօրվա իմ տոնը, ոչինչով չեմ զբաղվելու, այսինքն խոհանոցային թողոբոհ չեմ լինելու, պարզապես վայելելու եմ, իհարկե եթերից հետո մենք պատրաստված համեղ աղցանը բոլորս միասին ենք վայելում։ Ես հասցրեցի Համլետին հարցրել, Համլետ, ինչ համեմունքներ են այսօրվա համեղ, նուրբ աղցան ունեցող բաղադրիչներին հարկավոր, ասեց։ Սև պղպեղ, կարմիր պղպեղ եւ կարող ենք ինչու ոչ օրիգանո օգտագործել, կհասկանամ ասած դաղց թե օրիգանո։ Հիմա ես կվերցնեմ այն, ինչ ինձ ցուցված է եւ ապխտած կարմիր քաղցր պղպեղը կվերցնեմ, ամբողջ տեսականին իհարկե կլինի ձեր էկրաններին, իսկ ես եւ Համլետը կօգտագործենք այսօրվա համար 3 այս համեմունքները։ Դե ինչ ասեմ, սիրելի հեռուստադիտողներ, Tonia's Family Company առաջարկած համեմունքները մեկը մյուսից բազմազան են, պարզապես ձեզ հարկավոր է ընտրել եւ պատրաստել։ Հարգելի հեռուստադիտողներ, շուրջ 20 տարի Tonia's Family Company-ին Զալատոյե Տիեստա ապրանքանիշի մշտապես թարմացվող տեսականին, յուրահատուկ դիզայնը, հարմարավետ ժամանակակից փաթեթավորումը դարձնում է Զալատոյե Տեստը ապրանքանիշը ոչ միայն հուսալի ընտրություն, այլև կատարյալ լուծում յուրաքանչյուր խոհանոցում ցանկացած ուտեստի համար։ Չմոռանամ ասել, որ արդեն հասանելի են Մասիս ապրանքանիշի կրոպեղենը։ Ուրախությամբ նշեմ եւ հեռուստադիտողներին էլ շտապեմ ուրախացնել, որ արդեն իսկ վաճառվում է բոլորիս կողմից սիրված օգտակար քինոան։ Բացի այս, նաև հրաշալի ակցիա է գործում։ Գնելով 1 տուփ չիայի սերմեր կստանաք նվեր 1 տուփ քինոա։ Սիրով նշեմ նաև, որ առաջին անգամ շուկայում նոր առաջարկ Զալատոյե Տիեստա ապրանքանիշի կողմից շեֆ խոհարարների եւ բոլոր խոհանոցների համար հատուկ ճիշտ պահպանվող հերմետիկ զիփթականներով 1 կիլոգրամանոց փաթեթներ, որոնք թույլ են տալիս չտեղափոխելով այլ տարաների մեջ պահպանել համն ու հոտը
շատ երկար ժամանակ, ինչը համեմունքների համար անփոխարինելի առավելություն է համարվում։ Սա իսկապես հրաշալի լուծում է խոհարարների համար։ Փաթեթները կարող եք գնել խանութներից կամ պատվիրել համագործակցություն զանգահարելով 099 99 04 66 եւ երկրորդ հեռախոսահամարը 094 60 84 14 հեռախոսահամարով։ Դե ինչ, իհարկե րոպեներ անց Համլետը կմիանա ինձ եւ մենք կսկսենք արդեն խոհանոցային թոհ ու բոհը։ Իդեպ գործընկերներս նշեցին, որ այսօրվա եթերը ինչպես միշտ գերհագեցած է լինելու եւ շատ հետաքրքիր, բայց մինչ իմ արդեն գոլեգային շեֆ խոհարարին ընդունելը ես ուզում եմ ներկայացնել մեր գործընկերոջը, Աթենքի մասին է խոսքը։ Սարդելկաների տեսականի է ձեզ առաջարկում, դուք էլ կարող եք պարզապես րոպեների ընթացքում պատրաստել եւ վայելել սարդելկաները Աթենքի կողմից ներկայացված։ Աթենք մսամթերքը կարևորելով բացառապես բարձր որակն ու շարունակելով լավագույն ավանդույթներն առաջարկում է սարդելկաներ, որոնք սերունդներին հիշեցնում են մանկության անմոռանալի համերը։ Աթենք մսամթերքը հոգացել է ձեր մասին եւ կարևորելով ժամանակն ու միաժամանակ համեղուտելը հիշեք, որ սարդելկան արդեն պատրաստի է եւ ուտելուց առաջ անհրաժեշտ է պարզապես տաքացնել։ Իդեպ գիտեիք, որ Խորհրդային Միությունում սարդելկան լայն տարածում ուներ հենց արագ, հեշտ պատրաստվելու հատկության շնորհիվ։ Հեռուստադիտողներ, բարի առավոտ, վստահ ենք, որ լավ երաժշտությունից ձեր օրը էլ ավելի լավ երանգներ է ստանում եւ իդեպ մնացեք մեզ հետ, որովհետեւ շատ հետաքրքիր թեմաների շուրջ զրույցներ ենք ծավալելու եւ հետաքրքիր հյուրեր ունենք, բայց մինչեւ հյուրերին անդրադառնալը ունենք շատ հետաքրքիր եւ կարեւոր գործընկերներ, որոնց անպայման պետք է ներկայացնել։ Ներկայացնում ենք արդեն շատերին հարազատ դարձած մեր գործընկերոջը Գուցեեմին, որը բազմաթիվ ընկերությունների եւ ընտանիքների անբաժան մասն է դարձել իր լավագույն առաջարկներով։ Բացի այն, որ Գուցեեմը բացառիկ հնարավորություն է ընձեռել մեզ հայրենակիցներից ձեռք բերել բոլորի կողմից շատ սիրված IKEA բրենդի ապրանքները, նաև արդեն կարող եք ձեռք բերել տնտեսական, կենցաղային, սպորտային ապրանքներ, որոնք գիտեպ շուկայական արժեքից անհամեմատ ցածր են։ Գուցեեմ աչքի ընկնում նաև հաճախորդների հետ ունեցած անմիջական կապով եւ սպասարկման որակով։ Նախքան գնումներ կատարելը ուղղակի գրեք եւ զանգահարեք եւ կստանաք տվյալ ապրանքի վերաբերյալ մանրամասն եւ սպառիչ պատասխան։ Չմոռանանք նաև նշել, որ ամեն շաբաթվա առաջարկի բաժնից թվով 10 ապրանք, որոնք այս պահին ձեր էկրաններին են, կարող եք ձեռք բերել ինքնարժեքով Գուցեեմ քո օնլայն հիպերմարկետը։ Դե սիրելի հեռուստադիտողներ, մինչ գտանք ընթացքի եթերին, այս պահին շունչ քաշենք գովազդի տեսքով, ընդմիջենք ու վերադառնանք։ Մնացեք մեզ հետ։ Ահա, այո, մեզ հուշում են այստեղից, ես միշտ սիրում եմ այդ փոքրիկ պաուզան, երբ ինչ-որ բան է լինում եւ ասում եմ, որ մեզ հուշում են, որ այսօր եւ վաղը երեկոյան Երևանում տեղի կունենա հետաքրքիր համաժողով, բայց դուք մնացեք, այո, ինֆորմացված, որովհետև նոր միտք, նոր թարգմանություն խորագրով երկօրյա բացառիկ համաժողովը կազմակերպել է Newmec հրատարակչությունը եւ Գյուլբենկյան հիմնարկությունը։ Այսպեսի հնարավորություն է տալիս ձեռք բերելու այս հրաշալի գրքերը, որոնք շատ կարևոր են։ Newmec հրատարակչությունն ու Գուլբենկյան հիմնարկությունը ներկայացնում են նոր միտք, նոր թարգմանություն բացառիկ երկօրյա համաժողովը։ Հատուկ այս համաժողովի համար Հայաստան են եկել հյուրեր արտասահմանից, պատվիրակություն Պորտուգալիայից, Գուլբենկյան հիմնադրամից։ Այս պահին մեր տաղավարում են Գուլբենկյան հիմնադրամի հայկական համայնքի բաժնի ղեկավար Ռազմիկ Փանոսյանը, բարի լույս, Պորտուգալիայից եւ ֆորումի ներկայացնող արևելաբանության գրքի թարգմանիչ Մինաս Լուրյանը Վենետիկից։ Բարի առավոտ, շնորհակալ ենք հյուրընկալվելու համար։ Նախ առաջին հարցը, ինչու է հենց գրքերի մեծամասնությունը հոգեբանությանը վերաբերվում։ Այս բարակային ուրեմն մենք Գյուլբենկյան հիմնարկությունը թարգմանական շարք ունի, որ գհովանավոր է, կարևոր գիրքեր արևմուտքի մեջ լույս տեսած, որ հայերենով ներկայացվի։ Բայց այս բարակային նաև 3 գիրք կա հոգեբանության մասին, որովհետև ինչպես ամենքնից գիտենք, Հայաստանը ապեցավ շատ դժվար ժամանակաշրջանը եւ գաբրի ուղղակի ասկային ողբերգությունը ապեցանք եւ Newmec-ը մեզ առաջարկեց, որ այս գիրքերը կարևոր են։ Այս գիրքերը ինչպես Մարմին ամեն ինչ հիշում է, նշեցիք այս գիրքերը մեր հանրությունը եթե գարտա, թերևս քիչ մի իրենց պիտի օժանդակե, որովհետեւ այդ ողբերգության հետ թեմատիկ կան եւ սկսին ավելի աբական նայել եթե բի առաջ երթալ։ Ուրեմն ադո համար է որ այս հոգեբանական գիրքեր, այս երեք
հոգեբանական քիրքերուն համացան եղանք, որ թարգմանվին արևել հայերենի։ Ահա։ Եվ երկրորդ օրն ավելի աշխարհաքաղաքական թեմաներ են քննարկվելու, զատ հոգեբանականից, այդ հետ տրավմատիկ եւ հետ ստրեսային վիճակների մասին զրույցներից հետո վերադառնում ենք աշխարհաքաղաքականություն եւ գրեթե կես դար անց, 50 տարի անց Էդվարդ Սաիդի արևելաբանություն։ Orientalism գիրքը։ Այո, թարգմանությունը տեղի ունեցել, որպես այդպեսին ինչի մասին կզրուցենք, բայց այստեղ արդեն պատմաբաններ, տարբեր փորձագետներ բացում են, քննարկում են, հետաքրքիր է ինչու կանգ առեք հենց այս ընտրության վրա։ Ուրեմն թարգմանություն հազար ներողություն, որովհետև այստեղ նաև արցախյան շատ երկրորդ արցախյան պատերազմի թեման է շոշափվում եւ մեծ զուգահեռներ են տանում մեր իրականության հետ։ Սա շատ այստեղ է կարևորությունը տալիս արվի։ Այո, շատ շիդակ։ Ուրեմն երկրորդ օրը երկու քիրք որ պիտի ներկայացվի, առաջինը թարգմանական շարքին մեկ կարևոր քիրքերն մեկն Էդվարդ Սաիդի քիրքը, արևելաբանությունը մեր մտածելակերպը փոխած է, մեր երբ կսենք արևմուտքի քիդական աշխարհի եւ հանրային աշխարհի մտածելակերպը փոխած է, թե մենք արևելքը ինչպես կտեսնենք, ադոր մեջ ինչ ուժի հարաբերություններ կան եւ ինչպես ադոր միջոցով մենք կջնշենք ուրիշ երկրներով։ Մենք երբ կսեմ արևմուտքի մասին է խոսքը։ Եվ այդ 10 կարևոր քիրքեր որ զադած էինք, արևելաբանությունը այդ կարևոր քիրքերը մեկն է։ Ադոր դրամապանությունը այդ միջազգային քրագանությունը հոս ներկայացնել։ Իսկ Արցախի քիրքը դարբեր է։ Արցախի քիրքը թարգմանություն չէ, Արցախի քիրքը հրատարակություն մնի, հետազոտություն մնի, որ մենք 2020 թվականի, 21 թվականի սկիզբը մտածեցինք, որ մենք պետք է հետազոտենք, թե պատերազմը ինչու եղավ, ինչու բարձվեցանք, հասկանված է, որ բարձվեցանք եւ ադիկա քիդական հիմքերու վրա առանց քաղաքականությունը մեջը շատ միջամտելու քիդական հիմքերով հասկանանք թե ինչ եղավ եւ ինչու եղավ։ Ուրեմն ասկիրքը որ պիտի ներկայացվի բավական հաստ քիդական աշխատանք մնե, որ այդ կբացատրի եւ ադո մեջ կա մասնակիցներ, հեղինակներուն 15-16 հեղինակներուն մասնակիցներ հայ, միջազգային եւ նույնպես ադրբեջանցի մասնակիցներ, որ շատ հետաքրքրական ծավալ կներկայացնեն թե Ադրբեջանի մեջ ինչ տեսակի վեճեր կային։ Ուրեմն Վիկեն Չեչևյանը խմբակեց ասկիրքը, որ նաև հեղինակներեն մեկն ավելի փոքր գիրքը Արցախի մասին, բարդության մասին, որն անունը 44 օր բարդություններ, իսկ Գորդված Վահանը Նյումագը ստանցնեց այս ավելի լայնածավալ, ավելի քիդական ուսումնասիրությունը, որ վաղը պիտի ներկայացնենք, ես ակիրքը չեմ տեսած, այսօր երեկոյան կտեսնենք։ Այո, այսօր կնախապատրաստեք, որ վաղը եւ մյուս օրը տեղի ունենա այս շատ հետաքրքիր միջոցառումը։ Պարոն Լորյան, դուք գրքի թարգմանիչն եք եւ ինձ հետաքրքիր է հատկապես ձեր կողմից արձագանքը կարևորության մասին այս գրքի Հայաստանում հրատարակվելու մասին։ Ուրեմն շնորհակալություն հրավերի համար, նախ ասեմ, որ միակ թարգմանիչ չեմ գիրքի, խմբային աշխատանք եղած է։ Ուրեմն թարգմանողները 3-ն են, Ռաֆի Աջամյան Կանադայեն, Մարկ Նշանյան, որ այժմ Լիզբոն Գաբրի եւ մեր աբրող մեծակույն քրագանակետները մեկն է, Սպիրկի մեջ աբրող, եւ ես ուրեմն հրավիրվեցա որպես թարգմանական աշխատանքի շարունակություն անեմ, երկրորդ եւ երրորդ բաժինը Այսինքն դեռ կար սկիզբը եղել էր սկիզբը սկսած էին այդ աշխատանքը անել, բայց ժամանակը չէր բավարարել, որ 1 կամ 2 անատ գարենային այդ կորզը ավարտին հասցնել։ Նախսեմ, որ բادرասությամբ նաև թարգմանիչ չեմ, սպիրկի մեջ աբրողներս մի քանի ինքնության դեր մարդիկ ենք և մի քանի ասպարեզով գսպարենք ստիպողապար, այսին անհատներ իրենք գարույսներ գտանան գարույսներու բացակայության։ Այո։ Եթե գուզենք մեր ինքնությունը բաղբանել Իհարկե։ Եվ կյանքի փորձառության բերումով մի քանի լեզուներու ունակ ենք, քիչ են նաև թիվով այն մարդիկը, որ արևմտահայերենին կամ հայերեն լեզվին գդիրաբեդան, այնպես որ ես լալով մասնակիտությամբ երաժիշտ և
կարևոր գետրոնի մշակութային դնորենը այս իմ ունակությունները դրամատուրգիան դակ դրած են, որովհետեւ գարնամ ծեումը իմ գոմես նպաստել նման կարևոր աշխատանքներում։ Միանշանակ, քանի որ արվեստը սինթետիկ վիճակ է, որպես այդպեսին, այն իր մեջ ներառում է եւ երաժշտություն, եւ փաստորեն այս դեպքում նաեւ գրականություն, իսկ դա միանշանակ պատկերացնելի է, որ կարող է այդպես լինել եւ ձիրքերը փաստորեն այստեղ առաջ խաղացին։ Գրքի շուրջ քննարկումներ է լինելու։ Ես կուզեմ դուք խոսեք, թե ինչով է այն կարևոր արևելագետների, միջազգայնագետների համար, ինչքանով է կարևոր։ Ընդհանրապես մասնագիտական ուղերձ կարող է լինել։ Գիտեք, դուք ակնարկեցիք աշխարհակահաղական բարունակի նյութին մասին, բայց պետք է նկատի ունենանք, որ Էդվարդ Սայիդ հսկա դիտամն է, վիթխարի կորց մկրածը իր հյումանիստ բادرասություն ունեցող մարդու կողմէ 2-3 տարու հսկական արևմտյան քրագանության նյութ ուսումնասիրած է այս գիրքը գրելու համար շատ պայմանական ծավալ մենք կսենք թե աշխարհակահաղական նյութերով գծվայի, բայց 3 տարերու հսկական մատենագիտության ուսումնասիրություններ կան այդտեղ եւ ինքն իսկ հայամատական քրագանության արևմտյան լեզուներով հայամատական քրագանության մասնակից էր լալով նաեւ ձակումով արապալեզու բաղեստինցի փորձառություններ ունեցած է կյանքի Եգիպտոսի Լիբանանի մեջ Բաղեստինանի վերջո եկած հավանաբար միակ պիտի լար գարենալ այդ երկու ասենք փևերներու երկու աշխարհներու արևելք մանավանդ արաբական աշխարհի մասին երբ մտածենք եւ արևմուտքի մշակույթը խորաբես ուսումնասիրող մարդու գործը միան նման մարդ գտնար այսպիսի վիթխարի գործ հրադարակել շատ հարուստ նյութ կա այդ մատենագիտական խորաբես ուսումնասիրված 1600-ին նույնիսկ միջնադարն սկսյալ այնպիսի մեջ ֆորումներ կան իտալացի փիլիսոփաներու, գերմանացի փիլիսոփաներու, պատմաբաններու եւ այլն, որ այստեղի ընթերցողին մանավանդ երիտասարդ ընթերցողներուն համասարանական հսկա նյութ կա, հսկա աղբյուր կա, որը կարևոր է հայերեն լեզվով դրամատրել հայ ընթերցողին, հայ ուսանողին։ Նաև բարձրապես հայ քաղաքացին, որովհետև այդ գիրքը գարտալով յուրաքանչյուրս իրազեկ կլանք, թե ինչպիսի հավասարակշռություններ կան քաղաքական աշխարհի մեջ, երկու փևերներու մեջ։ Այս քաղաքացիներ երբ իրազեկ լան, նաև իրանց ղեկավարությամբ մեր ընդհանուր, ասենք, հայ իրականության ղեկավարներուն կորձը ավելի գտյուրանա։ Եվ նաև կարող է հայացքներ փոխվել ամեն դեպքում գրքի ընթերցանությունից հետո։ Այո։ Տեղ հասցնել ասելիքը, ինձ թվում է յուրաքանչյուր արվեստի գործում կա միտք, հենք, որը ուզում ես տեղ հասցնել։ Պարոն Փանոսյան, դե ակնհայտ է ընտրությունը գրականության, միանշանակ սրանք մեր հասարակությանը եւ մեր իրականությանը շատ հարիր աշխատանքներ են գրական։ Իսկ ինչ եք կարծում, հատկապես ովքեր պիտի կարդան այս գրքերը կամ ովքեր պիտի աշխատեն այս գրքերով, մարդիկ ովքեր որ պետք է աշխատեն հասարակության եւ սոցիալ վիճակների հետ, թե քաղաքացիներ են, ուղղակի մարդիկ են, բոլորը ունեն հասանելիություն այս գիրքը ընկալելու եւ հասկանալու եւ նաեւ ենթադրություններ անելու ինչ որ։ Հոգեբանական գիրքերը հանրության համար են, այսինքն որևէ մեկը գնահատալ, որևէ մեկ ընտանիք, որ դժվար գացությունի անցած է, կամ քաղաքական պատճառներով, բարեվազմի պատճառով, կամ անհատական պատճառներով այդ գիրքերը իրենց համար են, այսինքն ամեն մարդ կարող է գարտալ, անշուշտ հոգեբաններ մասնակիցներ կարող են այդ գարտալ եւ գուհուսանք որ գարտան։ Ուրեմն հոգեբանական գիրքերուն թիվախը է։ Արևելապանություն օրիենտալիզմ գիրքը ավելի մասնակիտական գիրք մնե համասարանի ուսանողներ, որևէ մեկը որ հետաքրքրություն ունի թե ինչպես ուժը գփանի հասարակության մեջ, որևէ մեկը որ քաղաքականությամբ կսպառվի, որևէ մեկը որ քրագանությամբ կսպառվի, բայց ավելի թիվախավորված է մասնակիցներու, համասարանականներու եւ անշուշտ քաղաքական գործիչներ գնահատել, որովհետեւ տեսնենք թե ինչպես արևմուտքի ուժը գբարդատրվի արևելքին վրա։ Վերջապես մենք այդ երկուքի միջև ենք, չէ՞, որպես երկիր եւ որպես ժողովուրդ։ Իսկ Արցախի գիրքը ադալ Թեբեդեվսի մասնակիտական գիրքը այնպես մկրված է, որ մատչելի է բոլորին համար։ Ով ուզի հասկանալ, թե Արցախի մեջ մենք ինչու հասանք հոս որ ենք եւ այդ բարդության կամ այդ գացության դարբեր
դարբեր գորմեր ուսումնասիրել այդ քիրքը իրեն հետաքրքրել ուրեմն ադո մեջ կան քաղաքական կորձիչներ ադո մեջ կան մասնակիցներ ադո մեջ կան հանրությունը որ բազապես գուցե հասկանալ թե ինչ եղավ եւ ինչու եղավ ասիկա դուք նշեցիք ձեր խոսքում որ այս ինչուների պատասխանները նաեւ փնտրել են ադրբեջանցի գրականագետները այո հետաքրքիր ինչ պատասխաններ են գտել կամ ինչ համեմատություններ են տեղի ունեցել դուք ինֆորմացված եք որպես այդպիսին այդ քննարկումների վերջնա գտնամ քիչ մտածել բայց այշուշ քիրքը պետք է գտա որ մարդիկ այդ հարստությունը դեստեն մեկ հոդվածը որ գհիշեմ բավական երկար հոդված մներ գբացադրվի թե ադրբեջանի մեջ էլիտային ադրբեջանի էլիտի մեջի վեճերը եւ հագասությունները ինչպես աստեցին իրենց քաղաքականության վրա որ բادرած վճարեն Ղարաբաղի դեմ այսինքն ինտրա էլիտի մեջի ներսի վեճերը որ մենք հոստերն բացարձակապես տեղյակ չենք որովհետեւ չենք տեսնել բայց as մասնակետը դերյակ է եթե չեմ սխալի ադրբեջանի մեջ Չաբրիզ այդ տեսակի հոդված գրել ադրբեջանի մեջ եւ երջանիկ կյանք շարունակել ինձ թվում է անհնար է բայց այդ հոդվածը որ մենք շատ բան պիտի սովորենք թե իրենց ներքին վեճերը ինչ էին եւ օրինակ մեկ օրինակ է միշները այդեն եւ քիրքը գգարտակ եւ գտեսնեք վերլուծություններ սպիկի մասին հոդվածներ կան ռազմական նյութերի մասին հոդվածներ կան հայկական դեսանգիներ թե մեր բանակը ինչ փածլողումներ ուներ անշուշտ քախնիկ մի չի գանի մաստով որ բերական քախնիկներ չի գան բացարձակապես ոչ բայց դուրսեն դիտված մասնակիցներ որ դեր քաչադերյակ են ներքին հարցեր են անոնք վերլուծած են Պարոն Լուրյան, ինչ խոչընդոտների եք հանդիպել թարգմանական աշխատանքների ընթացքում, արդյոք լեզվամտածողությունը համապատասխան էր հայ ընթերցողի լեզվամտածողության ու ընկալումներին կամ ինչպես եք այս ամենը ադապտացրել լեզվամտածողության ադապտացիա։ Ուրեմն թարգմանական աշխատանքը բնական է միակ կամ առաջին գիրքը չէ որ թարգմանած եմ։ Եվ մի քանի լեզուներով, մի քանի լեզուները այլ լեզուներով թարգմանություններով ածեմ։ Միշտ դժվարություններ կան գախում ունի նաև թե քիրքի նյութի ինչ է, ինչ կարծած է եւ մենք ինչ պարամետր ունենք արդեն այդ նյութին վերաբերյալ անգարելի է մեկ-երկու լեզուներու պարարաններ օգտագործելով քիրք թարգմանել իհարկե նյութերը այդքան ընդարձակ են եւ մեր պարաբաշարը երբեմն նաև սահմանապակ է պետք է անպայման մի քանի պարարաններով աշխատել եւ թարգմանություն անել Այդ հարցը սանք մեկում ցկած գուզեի վարգամս այդի դիբարին վերադառնալ ուրեմն սայդը ամենտեղ փորձած է նշել ընդգծել որ իր նպատակը երկու իրականություններու հագաթության շեշտը այդ հագաթության վրա տնել չէ այլ փորձած է համերաշխության հող պատրաստել այսինքն երկու աշխարհները հասկանալ եւ ներկայացնել իր հասկացածով որպես այդ երկու աշխարհները գարենան լեզու գտնելու եզրեր բանել գտնել եւ շատ եզակ է որ ինքը նաեւ ուզած արաբական աշխարհը հրեական աշխարհին մոդեցնել եւ Դանիել Բարենբոյմ աշխարհաշակ բանի հետ երաժիշտի հետ խմբավարի հետ այդ արևելյան երկիրներու Հրեաստանի եւ արաբական երկրներու երդասարտ երաժիշտներու մասնակցությամբ օրքեստրին նվաձը հսկայական աշխատանք է որ ադոնք իրանք երկուքով նախաձեռնած են որբեսի երաժշտական լեզվի միջոցով երկխոսությունը սկսի թշնամական երկու իրականություններու միջով այդ գործը մինչև այսօր Բարենբոյմը կշարունակե Դանիել դժբախտաբար Սաիդը երդասարտ հիվանդության պատճառով վախճանեցավ Գուհուսանք որ այդ աշխատանքը կարելի լա շարունակել եւ իսկապես համերաշխության հասնի այսինքն ուզում շեշտը տնել որ հագաթության վրա չէ շեշտը նոր իրարու միջև լեզուներ գտնելու չանք է ինձ թվում է արվեստը կփրկի ամեն դեպքում որովհետեւ արվեստը գեղեցիկն է իսկ գեղեցիկ Փրկում է աշխարհը։ Շնորհակալություն։ Փաստորեն մեզ սպասում է շատ հետաքրքիր գրական, փորձագիտական, մեր երկրի եւ մեր իրավիճակի մասին
շատ հետաքրքիր գրական աշխատանքներ, որի մասին որտեղ կարելի է ներկա լինել եւ գտնվել։ Մենք զրուցում ենք Գյուլբենկյան հիմնադրամի հայկական համայնքների բաժնի ղեկավար Ռազմիկ Փանոսյանի եւ արևելաբանություն գրքի թարգմանիչ Մինաս Լուրյանի հետ։ Նրանք մասնակցելու են Նյումեկ հրատարակչության եւ Գյուլբենկյան հիմնարկության Նոր միտք, նոր թարգմանություն երկօրյա համաժողովին։ Համաժողովը տեղի կունենա այսօր եւ վաղը երեկոյան 6-ին Holiday Inn հյուրանոցում կլինեն գրքի շնորհանդես, քննարկումներ, մուտքնազատ է իդեպ բոլոր գրքերը ուսանողների համար կվաճառվեն 40% զեղչով։ Բաց չթողնեք ինչպես գրքերը ձեռք բերելու, այնպես էլ կարևոր քննարկումների մասնակից լինելու այս հիանալի հնարավորությունը։ Երկօրյա համաժողովի մասին զրույցներից հետո, սիրելի հեռուստադիտողներ, շարունակում ենք մեր եթերը, այն շատ հագեցած է, հաջորդիվ զրուցելու ենք Չայկովսկի երաժշտություն առանց վիզաների միջազգային մշակութային եւ կրթական եզակի նախագծի, ինչպես նաեւ Կանտանտա միջազգային բրենդի մասին։ Կարճատև դադարից հետո կվերադառնանք մեր ընթացքին։ Դե ինչ սիրելի։ Այո, վերադարձանք։ Խնդրեմ։ Բարի լույս։ Բարի լույս։ Շարունակում ենք մեր եթերը, այո, Լիլիթը մի փոքր հուզված է, որտեղ անընդհատ շնորհավորանքներ է ստանում, կուզեիր այդպես լինել։ Շատ։ Եվ այսպես, այո, հաճելի նորություն ունենք ձեզ համար, որովհետև 2025-ը Տոնյան's Family Company-ի համար հոբելյանական տարի է եւ բոլորիս կողմից արդեն սիրված Zolotaya Tiesto ապրանքանիշը 20 տարեկան է։ Եվ համաձայնիր մեկ կոկտենք որակով կարգախոսին, արդեն 20 տարի է ինչ իր որակը բարձր պահելով մեզ հնարավորություն է տալիս խոհանոցում անկաշկանդ ստեղծագործել ու յուրաքանչյուր ուտես դարձնել էլ ավելի համեղ ու յուրահատուկ։ Սաթենիկն էլ ամեն առավոտ պատրաստելով այս յուրահատուկ համեմունքներով մեր ուտեսներին տալիս է ավելի համային նուրբ երանգներ։ Ընդգծենք ու առանձնացնենք կարևորությամբ նշենք, որ ընկերությունն արտադրությունն ու փաթեթավորումն իրականացնում է Հայաստանում։ Իդեպ բացի համեմունքներից առաջարկում են նաև կռուպեղենի մեծ տեսականի Մասիս ապրանքանիշով։ Այս բանին, երբ խոսում ենք համեղ գործընկերների մասին, միանշանակ ստացվում է այնպես, որ պետք է տեղափոխվել խոհանոց, դա արդեն վստահ եմ գիտեն եւ ունեն իմունիտետ մեր հավատարիմ հեռուստադիտողները։ Սաթենիկ եւ Համլետ, որ փուլում եք։ Համլետ Վարդանյան, շեֆ-խոհարար, բարի լույս։ Այ հիմա մենք միասին ենք, արդեն ես մենակ չեմ։ Համլետ ջան, ոնց եք։ Մերսի լավ։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար եւ շնորհակալ ենք համեղ աղցանի նախապատրաստման համար, որովհետեւ միջ միանալը մենք երթեղ ինչ որ բաներ էինք անում։ Խնդրում եմ ասեք, ինչ ենք պատրաստելու, ինչ բաղադրիչներ են հարկավոր եւ արտաքին տեսքը իհարկե հերոստատիտողները կհասցնեն մեզ հետ միասին տեսնել եւ մենք էլ կվայելենք։ Դուք էլ կվայելեք այն դեպքում, երբ որ կարողանաք ինչ անեն on-line պատվեր կատարել։ Բայց մինչև աղցանին անդրադառնալը նախ Սաթենիկ ջան ձեր գլխավորությամբ շնորհավորում եմ ձեզ ու իմ բոլոր բեմի ներկայացուցիչ թատրոնի ներկայացուցիչ ընկերներին այս գեղեցիկ օրվա կապակցությամբ ձեզ ցանկանում եմ լիքը ծափեր ու մեծ բեմեր։ Իսկ մեր աղցանը Բարեկամներիս կողմից նույնպես շնորհակալություն եմ հայտնում, այո։ Իսկ աղցանը էլի չենք շեղում լայվ շեֆի հիմնական մենյուից ու բոլորի կողմից շատրի կողմից արդեն սիրված բլղուրով քամած մածունով աղցանն ենք պատրաստելու։ Պարզ բաղադրատոմսեր են, հետաքրքիր համային փունջ է, ընդհանրապես ձեռքի տակ եղած պարագաները, այսինքն քամած մածուն թթվասեր, մի փոքր բլղուր, տոմատի մածուկ, աջիկա, մի փոքր էլ գարնանային թարմ կանաչիների տեսականի, որի արդյունքում հետաքրքիր գեղեցիկ ու թեթև նախուտեստ աղցան ենք ստանալու։ Կարող ենք Իսկ այդ դեպքում ինչով է առանձնանում բլղուրով աղցանը այսօրվա համատեղելիությունը թթվասերի եւ քամած մածունի ինձ համար անսովոր է։ Ոչ միայն, նայեք, բաղադրիչները տարբեր են, բայց բոլորը միևնույն ժամանակ շատ թեթև են ու պարզ են ու այդ բոլորի համադրությունով շատ հետաքրքիր համային փունջ ենք ստանում, այսինքն սովորաբար բլղուրը ասոցացնում են կամ որոշ տեսակի տոլմաների մեջ կամ թաբուլեի մեջ են մարդիկ հիմնականում օգտագործում, իսկ հիմա այս պարագայում կոտրում ենք, այո, ավանդական հայկական խոհանոցի sense համային փնջերը միասին խառնելով ստանում են շատ հետաքրքիր կոմպոզիցիա, նախ արտաքին տեսքով է շատ հետաքրքիր լինում ու համայնով, որ վստահ եմ, եթերից հետո զանգելու եք, ասել եք նորից բաղադրատոմսը հիշացրու ոնց է, ու այդպես, որտեղ միշտ է, այս աղցանի հետ կապված միշտ է այդ խնդիրը։ Բայց հեռուստադիտողներին ասենք, որ մեր Facebook-յան եւ Instagram-յան էջում պատրաստման ընթացքը եւ բաղադրիչները լինում են, բայց հիշեք, խնդրում եմ, որ դուք կարող եք պատվերը կատարել զանգահարելով կամ on-line պատվեր կատարելով
Live Chef Online ռեստորան։ Կխնդրեմ, պատրաստման ընթացքում նաև ներկայացնեք հեռուստադիտողներին Live Chef Online ռեստորան։ Ինչ է իրենից ներկայացնում։ Կգտնվեն այս պահին հեռուստադիտողներ, ում անսովոր է Live Chef Online։ Այդ ինչ է։ Ապա հիմա խնդրում եմ դուք մանրամասնեք։ Մեծ սիրով կմանրամասնեմ։ Live Chef Online ռեստորանը դա առաջին ու կարելի ասել միակ on-line ռեստորանն է աշխարհի մասշտաբով, որ առաջնահերթություն է տալիս որակի վրա ու բացառապես հնարավորություն է տալիս պատվիրատուին, որպեսզի on-line ռեժիմով տեսնի, թե ինչպես են խոհարները իրենց համար պատրաստում։ Յուրահատկությունը մեր Live Chef Online ռեստորանի դա է, այսինքն պատվերը, երբ որ App Store-ից կամ Google Play-ից ներբեռնում եք հավելվածը, որից հետո գրանցում կատարում եք պատվերներ, այսինքն ընտրում եք, հավաքում եք զամբյուղ, հաստատում եք պատվերը, ստանում եք հաղորդագրություն, որ կարող եք on-line ռեժիմով տեսնել, թե ինչպես են խոհարները պատրաստում ձեր համար։ Իսկապես հետաքրքիր տարբերակ է եւ խնդրեմ նաեւ մանրամասնեք նաեւ դրոնի տարբերակը։ Մենք խոսել ենք այստեղ եթերում, Յանան երբ այստեղ է ներկայացրեց հեռուստադիտողների մոտ իհարկե այդ հողուբոհը եղավ, անհասկանալի էր ինչպես դրոն, մատուցում, առաքում, մի փոքր դա էլ անենք եւ անցնենք իսկապես մեր հիմնական աշխատանքին, աղցանի պատրաստման ընթացքին։ Մեծ սիրով նաեւ ասեմ, որ տարածաշրջանում առաջինը Live Chef Online ռեստորանն է, որը կատարել է դրոնով առաքումներ, իդեպ դրոնները արդեն Հայաստանում են, որոշակի օրենքների փոփոխություններից հետո արդեն նրանք կարող են գործածել, այսինքն աշխատանքի են անցնելու դրոնները։ Այո, իհարկե, հիմա փորձարկումները կատարվում են, եթե հետևում են մեր Instagram-յան եւ Facebook-յան էջերին, կարող են տեսնել այնտեղ տեղադրվող հոլովակներում, թե ինչպես են մեր օպերատորները արդեն օգտագործում տեխնիկան։ Եվ տեսել եմ։ Շատ հետաքրքիր է, շատ մատուցումը, ձևաչափը տարբերվում է, այո։ Շատ է տարբերվում։ Դե հաշվի առնելով մեր տարածաշրջանային խնդիրները դրոնի հետ կապված որոշակի քամու հետ նկատի ունեք, ինչ նկատի։ Ոչ միայն քամու հետ, նաև ապահովության մասով, քանի որ դրոնը մի քիչ այլ ձև է ասոցացվում։ Այսպես պետք է կարողանալ լվացքի այո, պարանների արանքով կարողանա ճիշտ առաքել, որպեսզի ճիշտ բնակարան հասնի այն պատվերը, որոնք պատվիրված են։ Հետաքրքիր է, բացի այս աղցանից բլղուրով էլ ինչ ունեք։ Բլղուրով չինական կաղամբով ծովախեցգետնով ունենք փաթաթուկ, չէ, տոլմայի ձևաչափով, բայց արդեն Նույնիսկ ասեք այդ բառը փաթաթուկ։ Փաթաթուկ։ Հետո տոլմայի ձևաչափով պատրաստվող պանասիական եւ հայկական խոհանոցների համադրությամբ շատ հետաքրքիր ուտեստ ունենք, մոտ ժամանակներից թարմացումներից հետո արդեն նաեւ մի շարք այլ ուտեստներ կունենանք։ Բացի այդ նաեւ ունենք food truck ծառայությունը, այսինքն այդ ծառայությունից օգտվելու դեպքում խոհարարական թիմը եւ սպասարկող անձնակազմը մոտենում է ձեր նախընտրած վայրը ու ձեր նախընտրած մենյուը պատրաստում, այսինքն եթե հեռուստադիտողները ներբեռնեցին ծառայությունը պատվիրեցին, ուզում են բլղուրով տարատեսակ ուտեստներ, մենք պատրաստ ենք դա պատրաստելու։ Ձեր աչքի առաջ։ Հիմա էլ ինչպես նշեցիք անցյալ անգամ եղանակ արդեն բարենպաստ է, կարող եք այդ ամենը վայելել գարնան շնչի ներքո։ Ինչ կարելի է անել, օրինակ աղցանը կա, տաք ուտեստ, ինչ որ ուտեստի հետ կարելի է համադրել, օրինակ պատվիրում են, այսօր տեսնում են հեռուստադիտողները, ոգևորվում են, պատվերը կատարում են։ Ինչի հետ համատեղ կլինի, ինչի հետ կսազի ինքը։ Գրեթե բոլոր ուտեստների հետ համատեղելի է, այսպես սազական է, քանի որ մեր ավանդական սեղանները սովոր են, որ քամած մածուն պետքա լինի, թաբուլերին ենք սովոր, այսինքն համադրելիությունը այստեղ այդքան կարևոր չէ, ինչքան մարդու նախասիրությունը, թե որ ուտեստին է ավելի շատ նախասիրություն տալիս։ Այսինքն իմ պարագայում ես, քանի որ խոհարար եմ, բոլոր ուտեստները սիրում եմ, բոլորի հետ կարող եմ համատեղել հետաքրքիր համային փնջերը ստանալ։ Իսկ հեռուստադիտողին խորհուրդ կտամ, ունենք հետաքրքիր տավարի մատեր, կարող եմ փորձել տավարի մատերից առաջ, որպես նախուտեստ կարող են նաև փորձել սաղմոնի ֆիլե ունենք, որը պատրաստվում է գրիլ եղանակով, ջոսպերի մեջ, շատ հետաքրքիր է։ Այսպես ախորժալի ձևաչափ է, երեկոյան ընթրիքի ժամանակ կարելի է պատվիրել ու հետաքրքիր վայելել։ Ահա, դա էլ պարզեցինք։ Հեռուստադիտողներ ունենք, ովքեր որ պահքի շրջանում են։ Ես այսպիսի մի առաջարկ ունեմ։ Օրինակ, հնարավոր է պատրաստել առանց թթվածերի եւ քամած մածունի, չէ՞։ Այո, իհարկե։ Լավ, քանի որ խոսեցինք պահքային մենյուից, կխնդրեմ հիշեցնեք մեկ անգամ եւս հեռուստադիտողներին, ինչ կարող են այս շրջանում պատվիրել ձեր մոտից։ Դե Live Chef-ը չի առանձնանում ավանդույթներից ու մենք էլ ունենք արդեն պահքի մենյու մեջ ինչպես ունենք միջինքներ կիսվեց արդեն։ Այո, իհարկե, ես տանը կիսեցի, այդ Կաթան կիսեցի, մենք այդտեղ վայելեցինք։ Դասմաթ ինձ անգել, հուսամ տարին լավ է լինելու։ Միանշանակ։ Մեր սիրելի հեռուստադիտողներին կարող եմ խորհուրդ տալ Live Chef Online ռեստորան հավելվածից պատվիրել
ովքեր որ պասի մեջ են, հետաքրքիր պասային աղցաններ ունենք, տակուտեսներ ունենք։ Կա տակուտեսներ, ինչ տակուտեսներ, որովհետև ֆալաֆելի ձևաչափ ունենք, որը մատուցում է լրիվ շատ սիրելի է իդեպ։ Նոր մոտեցմամբ, այսինքն պանասիական սոուսներով ենք մատուցում այդ ֆալաֆելը, տաք վիճակում, ինչպես նաև ունենք տապակած սունկ ունենք հետաքրքիր համադրությամբ։ Շամպինյոն տեսակի թե ծառի սունկ, թե ինչ տեսակի սունկ։ Ծառի սունկ ունենք նաև գրիլ բանջարեղեն ու մի շարք հետաքրքիր ուտելիքներ, այսինքն ըստ նախասիրության կարող եք գտնել ձեզ համապատասխան ուտեստը։ Իդեպ ես շատ շնորհակալություն։ Նաև ասենք, որ մատուցումը, առաքումը նման ափսեներով է լինում։ Մեկ անգամյա օգտագործման համար, որը շատ գեղեցիկ է, ես ամեն անգամ անդրադարձ եմ անում, որովհետև իսկապես շատ գեղեցիկ են։ Այո, ձայնից կարող եք հասկանալ, որ իրենք մեկ անգամյա են, պարզապես վայելում եք այս գեղեցիկ ափսեներով ձեր պատվիրած կերակուրը եւ դեն եք նետում, այսինքն անհրաժեշտություն չկա ափսեները լվանալու կամ այլ աշխատանք անելու։ Չէ։ Այո։ Իսկ ուտեստին դա տոմատի մածուկ էր, թե աջիկա էր։ Դա տոմատի մածուկն էր, հիմա ընդհանուր ուտեստին անդրադառնամ։ Ինչ եք վախենում, այս աղցանը պատրաստում եք, հերոստատիտողները տեսնում են, ոնց եք պատրաստում, ինչ բաղադրիչներ, ինչ քանակությամբ։ Չէ, ընդհանրապես չեմ վախենում, անգամ ուրախ կլինեմ, որպեսզի պատրաստեն, քանի որ բազմից անգամ ասել եմ ու չեմ զլանանորից կկրկնեմ հայկական խոհանոցի ջատագովնեմ ու կուզենամ, որպեսզի լայն տարածում ստանա այս ուտեստը, բոլորի շրջանակներում օգտագործվի, հասկանանք, որ դա հայկական է, քանի որ երկու կողմից ունենք ոչ բարով լավ հարևաններ, որոնք անընդհատ նմանատիպ ուտեստներ տնալուց վերցնելու են, ասեն Այդ շատ ավելի մանրամասնենք։ Ուրեմն բլղուրը ինչ քանակի ենք օգտագործել։ Բլղուրը մոտավորապես 60-ից 80 գրամ բլղուրը թրջում ենք, որից հետո վրան ավելացնում ենք 1 ճաշի գթալի չափով տոմատի մածուկ ու նույն քանակությամբ աջիկա, այն հավասարաչափ խառնում ենք, մի փոքր բուսայուղ կավելացնենք։ Բուսայուղը սա է։ Դա ձիթայուղն է։ Քանի որ պատասխանատուն ես եմ խոհանոցի բարելույթյան, խնդրում եմ ինձ էլ հարցրեք։ Ահա։ Մի փոքր բուսայուղ ավելացնելուց հետո լավ խառնում ենք։ Մի փոքր։ Այդ 10 րոպե չէ, թողեցինք եռացած ջուրը վրա լցրեցինք, ինք արդեն բավականին ուռում է։ Լավ։ Այսինքն Մենք հավաքելու ենք երևի մյուս ձեր ափսեի մեջ։ Ես նախապատրաստած բերել եմ, կմատուցեմ շատ հետաքրքիր ձևաչափով։ Սա մեկ հոգու համար նախապատրաստված է, չէ՞, այս շաքաբաժինը։ Կախված է պատվերի քանակից, այսինքն երբ որ երկու հոգով են, պատվիրեցին մեկ աղցան, մեկ նախուտեստ, մեկ ընդհանուր ուտեստ, բավականացնում է։ Իսկ եթե զուտ նախաճաշի համար կարելի է մեկ հոգու համար, ինձ թվում է բավական է։ Ահա։ Անհամբեր սպասում եմ, թե երբ ենք ավելացնելու թթվասերը եւ նախ հասկանալ մեջն ենք ավելացնում, թե ոչ, թե զարդարելու։ Ահա, ճիշտ է։ Շատ հետաքրքիր ձևաչափով է պատրաստում։ Այս բլղուրը աջիկայի ու տոմատի մածուկ հետ խառնելուց, համեմելուց ու բուսայուղ ավելացնելուց հետո նաև ավելացնում ենք շատ մանր կտրած մեծ քանակությամբ մաղադանոս, ավելի վառ համային փուլ ստանալու համար։ Այն տրորում ենք, որից հետո թողում ենք մի փոքր, որպեսզի հանգստանա, հասունանա, համերը փոխանցվեն։ Մենք այդ ընթացքում կօգտագործենք թթվասերն ու քամած մածունը։ Հարց առաջացավ այս ընթացքում, ինչի ենք մենք դրել ջերի մեջ։ Սովորաբար այսպես են մատուցում, բայց ամեն դեպքում հարցն է։ Ամսական բող կա մեր մոտ, որը շատ բարակ սլայսի միջոցով կտրել ենք։ Որը շատ գեղեցիկ տեսք ունի։ Ձևավորման համար է նախատեսված։ Դուք ուրիշ բան արեք։ Ձևավորման համար է նախատեսված այն։ Իսկ ջրի մեջ դնում են նրա համար, քանի որ իր մեջ պարունակում է գազային հատկություններ ունի, մեծ քանակությամբ պարունակություն ունի, որի արդյունքում, եթե բաց վիճակում, կտրած վիճակում թողում ենք օդի շփումից նախ սկսում է սևանալ ու շատ հոտել է առաջանում, դրա համար ցանկալի է մի քանի անգամ թրջել սառը ջրով, որից հետո սառը ջրի մեջ էլ պահել։ Շատ բարի, հասկացա։ Եվ իհարկե հասկանալի է, որ շատ նուրբ ձևով կտրատված են, զարդարված են արդեն վարունգները, մենք ունենք այստեղ դաղց նաև։ Այո, մի փոքր էլ դաղցնենք ավելացնում արդեն քամած մածունի։ Ես արդեն պատկերացնում եմ համային ռեցեպտորները ինձ մոտ աշխատեցին։ Հետաքրքիր է, հեռուստադիտողները մեզ դիտում են։ Ինչ արձագանքներ եք ունենում, գնում եք տուն, գնում եք աշխատանքի, ինչ են ասում, ինչն են պատվիրում, ինչ եք զգում։ Նայեք, ճանաչում են ձեզ, օրինակ, բոլոր հարցերը տվեցի ձեզ, դուք կարող եք արդեն պատասխանել։ Ճանաչելը կան մարդիկ, ովքեր որ հեռուստացույցից օգտվում են, հաճախակ են նայում նմանատիպ հաղորդումներ, որտեղ պատրաստում են, ճանաչում են, լինում են դեպքեր անգամ բաղադրատոմսեր են հարցնում։ Իսկ ընդհանուր մեր Live Chef Online հավելվածի հետ կապված, ասեմ, որ
այդպես ֆիքսված պատվերներ չկան, զանազան են։ Կարող է պատվեր գա ընդհանրապես հայկական ավանդական խորովածի տեսականի, հաջորդի պատվեր գա ընդհանուր պանասիական հիմքերով ուտեստներ, նախուտեստներ, հաջորդիվ գա Շատ բարի, ես հասկացա։ Հիմա մենք ինչ ենք անելու։ Ինձ թվում է արդեն համերը խառնվեցին այնտեղ գլխուրը, տոմատի մածուկը, մենք այս պահն էլ եզրափակենք եւ արդեն կամազ-մազունը կավելացնենք, որից հետո արդեն կտեղափոխվենք մեր մյուս հեռուստահաղորդավարներին։ Այո։ Վերջում ցույց կտանք արդեն արդյունքը պատրաստի Մենք սա տեղափոխեցինք այստեղ, հետո երևի այս կլորակով կլեք, գտալի օգնությամբ բացում ենք, լավ, որպեսզի այդ օղակը ունենք մեջտեղի հատվածում եւ ավելացնենք։ Իսկ հագեցնող է, հեռուստադիտողները պատվերի դեպքում կհագենան, նույնիսկ եթե մեկ աղցանը պատվիրեն, ես հիմա նայում եմ ու արդեն հասկանում եմ, որ հիմնական աղցաններն ու ուտեստները, չափաբաժինները շատ ճիշտ ձևաչափով են հաշվարկված, այսինքն այն ձևաչափով են հաշվարկված, որ մի բաժնի պատվերի դեպքում մեկ հոգուն լիարժեք բավարարի։ Շատ բարի, մենք արդեն իհարկե վերջնական արդյունքը կտեսնենք վերջում, դե մենք վայելելու ենք միասին տան անդամներով բարի լույսյան, իսկ դուք կարող եք պարզապես պատվերի դեպքում ունենալ այս աղցանը, որը այստեղ սիրով պատրաստեց այս պահին Համլետը, բայց ձեր գոլեգաները այնտեղ աշխատանքի վայրում կարող են նրանց համար պատվերը առաքել։ Սիրելի հեռուստադիտողներ, մշակութային եթերը շարունակվում եւ մենք միշտ հորդորում ենք մեր հեռուստադիտողներին, որպեսզի կից մնան մշակույթին, հատկապես արվեստին, որովհետեւ քիչ առաջ մեր նախկին հյուրերի հետ ընդգծեցինք, որ արվեստը գեղեցիկ է, իսկ գեղեցիկը փրկում է աշխարհը։ Եվ այսպես գեղեցիկի շուրջ Երևանում մարտի 26-ից մեկնարկվել է արդեն Չայկովսկի երաժշտություն առանց վիզաների միջազգային մշակութային եւ կրթական եզակի նախագիծը, որն իրականացվում է Նադեժդա Ֆիլարետովնա ֆոն 1 միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից։ Պրոդյուսեր Պյոտր Իլիչ Չայկովսկու ծննդյան 185-ամյակը նշանավոր նախագիծը միավորում է 9 երկիր եւ Հայաստանը առաջին երկիրն է, որ հյուրընկալում է միջազգային մշակութային եւ կրթական նախագիծը։ Այս բացառիկ նախագծի մասին կզրուցենք մեր հյուրերի հետ։ Եվ այսպես սիրով ներկայացնեմ մեր հյուրերին, տաղավարում են Նադեժդա Ֆիլարետովնա ֆոն 1 միջազգային բարեգործական հիմնադրամի հիմնադիր, նախագահ, հասարակական գործիչ, հայտնի ֆոն 1 եւ Չայկովսկի ընտանիքների ժառանգ Դենիս ֆոն 1-ը, բարի առավոտ, доброе утро։ Եվ թարգմանիչ Մարիամ Հարությունյանը, բարի առավոտ։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար։ Մինչ իհարկե կտրվենք բուն բովանդակությանը մեր եթերի եւ այս հրաշալի նախաձեռնությանը, մենք խոսում ենք, որ դուք Չայկովսկու ժառանգն եք, Չայկովսկի ընտանիքի, ինձ հետաքրքիր է ձեր Այո, ձեր մի փոքր ընտանեկան արմատների մասին խոսենք, այնուհետև վերադառնանք նախաձեռնությանը։ Ну, мы уже сказали, что программа освещает жизнь и творчество Чайковского в связи с юбилейным годом. И в его жизни, в его судьбе был очень важный человек, Надежда Филаретовна фон Мек, которая была настолько влюблена в его музыку, что хотела помочь Чайковскому, чтобы этой музыки стало больше. Մենք արդեն նշեցինք, որ այս ծրագիրը նվիրված է Չայկովսկու արվեստի եւ իր կենսագրության կյանքի մասին պատմելուն եւ ինչպես արդեն նշեցի, իր կյանքում, Չայկովսկու կյանքում եղել է մի մարդ, Նադեժդա Ֆիլարետովնա ֆոն 1-ը, ով շատ կարևոր դեր է խաղացել, որովհետեւ նա սիրահարված է եղել Չայկովսկու արվեստին եւ օգնել է, որ Չայկովսկին ավելի շատ ժամանակ նվիրի իր արվեստին։ И она ему помогает в нескольких направлениях. Одно из направлений – это денежная помощь, которая много лет выплачивается на постоянной основе. Это была очень серьезная сумма, с помощью которой он мог путешествовать по миру и мог не работать, а полностью сконцентрироваться именно на композиции музыки. Ու նա տարբերություններով օգնում է Չայկովսկուն, մասնավորապես ֆինանսապես, տարիներ շարունակ որոշակի գումար է տալիս Չայկովսկուն, որի շնորհիվ Չայկովսկին ճամփորդում է եւ իր ժամանակի մեծ մասը ստեղծագործելուն է նվիրում, այսինքն այլ կերպ աշխատելու կարիք չի ունենում։ И эти отношения переросли в очень глубокую дружбу, длились почти 15 лет, и через 3 года после начала этой дружбы они решили породниться. 5 лет они обсуждали, как это сделать. Со стороны Чайковского было предложение 4 племянницы, с ее стороны 2 сына. В общем, сложилась семья, и я вот как раз продукт этой семьи в каком-то поколении.
Ուրեմն իրենց հարաբերությունները շատ ամուր են, 15 տարի են տևում եւ 3 տարի անց, ընկերանալուց 3 տարի անց իրենք որոշում են, որ իրենց ընտանիքները, այսպես ասած, պիտի միավորեն ու 5 տարի քննարկում են, թե ինչպես դա տեղի ունենա։ Չայկովսկին առաջարկում է իր 4 զարմուհիներին, իսկ Նադեժդա Ֆիլարետովնան իր 2 որդիներին եւ ես ինքս, այսպես ասած, այդ միավորման արդյունքն եմ։ Я всю жизнь был предпринимателем, руководителем предприятий, российских, американских и так далее, но последние 10 лет я полностью занимаюсь просветительской деятельностью, которая говорит не только о Чайковском как великом композиторе, но и о том, насколько важно, чтобы появлялись добрые люди, которые помогают искусству. Это важно во все времена. Ես ձեռներեց եմ ինքս, երկար տարիներ շարունակ տարբեր ընկերությունների հետ գործարարությամբ եմ զբաղվել, բայց վերջին 10 տարիներին ես զբաղվում եմ լուսավորչական գործունեությամբ եւ ես ոչ միայն պատմում եմ Չայկովսկու արվեստի ու կյանքի մասին, այլ նաեւ նշում եմ, թե ինչքան կարեւոր է, որ լինեն բարի լուսավոր մարդիկ, ովքեր կսատարեն, կօգնեն այդպիսի մարդկանց։ То есть во мне одинаковая пропорция крови от Чайковских и от фон Меков. Ես Չայկովսկիների ընտանիքի ու ֆոն Մեկերի ընտանիքից հավասարաչափ արյուն ունեմ իմ երակներում։ Դե, այսպիսի փաստորեն շատ հետաքրքիր արմատական պատմություն։ Վերադառնանք արդեն բովանդակությանը, որը մեկնարկվել է արդեն մարտի 26-ից, Չայկովսկի երաժշտություն առանց վիզաների։ Ինձ հետաքրքիր է այս միջազգային մշակութային նախաձեռնության գաղափարը երբ ծնվեց եւ քանի որ 9 երկիրներ է միավորում, մեկնարկը տրվում է Հայաստանից, ինչպես եղավ այս гաղափարը։ Мне интересно, как идея, появилась идея, так как 9 стран там участвуют, Армения первая страна, да? Да. Как все Ну, как появилась идея, это юбилейный год, и хочется напомнить о Чайковском каждый раз. И ну, его имя действительно очень много где известно, поэтому, привлекая внимание к личности этого человека, можно сделать какую-то пользу. И я делаю разные лекции, которые освещают очень разные вопросы, не только музыкальные. Ինչպես ցակեց գաղափարը, ինչպես արդեն նշեցի, այս տարի հոբելյանական տարի է, Չայկովսկու 155-ամյակն է, եւ ամեն անգամ հիշեցնելով իր մասին, ես նաեւ փորձում եմ ինչ-որ օգուտ տալ եւ կոնկրետ այս դեպքում տարբեր դասախոսություններով եմ հանդես գալիս, տարբեր թեմաներ եմ лусաբանում։ Например, кроме того, что Чайковский был композитором, он был путешественником большим, и он изучал культуру многих стран действительно глубоко. Для этого он специально изучал языки, чтобы читать литературу на языке оригинала, посещал музеи. И мне кажется, это очень хороший пример сегодняшнего дня. Мы можем больше друг о друге знать, и это, конечно, укрепляет отношения между любыми народами любых стран. Բացի նրանից, որ Չայկովսկին երգահան է եղել, նա նաև մեծ ճանապարհորդ է եղել, տարբեր երկրներում է շրջագայել ու նա խորությամբ ուսումնասիրել է այնտեղի մշակույթը, լեզուն է սովորել մշակույթը հասկանալու համար եւ թանգարաններ է այցելել, տարբեր այդպիսի գործունեությամբ է զբաղվել ու իմ կարծիքով սա լավ օրինակ կարող է լինել այսօրվա համար, որովհետեւ այսպես մենք կարող ենք ավելի մտերիմ հարաբերություններ ստեղծել։ Преимущество музыканта состоит в том, что музыку не надо переводить на другие языки. Что мы можем сказать про Чайковского? Он посетил 19 стран мира. Это огромное количество для 19 века, потому что тогда не было самолетов. Չայկովսկին ինքը 19 երկրով ճանապարհորդել է, իսկ 19-րդ դարի համար դա շատ մեծ թիվ է, որովհետև այն ժամանակ ինքնաթիռներ չկային։ И мало кто знает, что он 5 раз был на Кавказе, и ему очень понравилось кавказское все. Природа, гостеприимство, еда, погода. И он даже думал, что если бы еще когда-то пришел на землю, то хорошо, чтобы это было бы на Кавказе. Քչերը գիտեն, որ նա 5 անգամ եղել է Կովկասի տարածաշրջանում ու ամեն ինչ այստեղ իրեն դուր է եկել, եղանակը, բնությունը, մարդիկ ու ասել է, որ եթե ես մեկ անգամ ծնված լինեի, լավ կլիներ, որ հենց Կովկասում ծնված լինեի։ Поэтому мы сделали проект, когда мы рассказываем о Чайковском не только как музыканте, но и о личности, о его семье, откуда он произошел. Почему все дети этой семьи достигли очень больших результатов в жизни? Потому что семья была основана на настоящей любви. И это важно во все времена. Եվ մենք պատմում ենք Չայկովսկու մասին որպես անհատականություն, ոչ միայն որպես երաժիշտ, իր ընտանիքի մասին ենք պատմում, ու ինչն է հետաքրքիր, որ Չայկովսկու ընտանիքի բոլոր երեխաները ինչ որ հաջողությունների են հասել կյանքի տարբեր բնագավառներում, իսկ դրա պատճառը որն է, այն է, որ նրանց ընտանիքը կառուցվել է սիրո վրա։ Հիմքում սերն է։ И в рамках проекта мы делаем несколько действий. Я читаю разные лекции,
За эти 3 дня у меня 4 разные лекции в разных местах. Чайковский на карте мира, семья и духовность, еще какие-то лекции. Выставка коллекций, плакат, афиш, монет с изображением Чайковского. И мы еще привезли сюда музыкантов из Москвы, которые делают бесплатные мастер-классы для молодых учащихся школы имени Чайковского. Ուրեմն այս 3 օրվա ընթացքում տարատեսակ միջոցառումներ են տեղի ունենալու, 4 դասախոսություն են կարդալու, դրանից բացի ցուցահանդես է տեղի ունենալու, մետաղադրամներ Չայկովսկու պատկերով եւ դրանից բացի մենք հրավիրել ենք Ռուսաստանից երաժիշտների, որոնք անվճար վարպետաց դասեր են իրականացնելու Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի համար։ Но кроме Чайковского, если вспомнить про фамилию фон Мек, то у меня есть очень интересная история, потому что я думаю, каждому армянину, каждому, тем более ереванцу, известно имя, отчество Александр Аванесович Таманян, и он очень много лет работал с моей семьей фон Мек. Ահա։ Да. Նաև մի բան պատմեմ իմ ընտանիքի մյուս հատվածի մասին, ֆոն 1 հետաքրքիր պատմություն ունեմ, վստահաբար բոլորդ էլ ճանաչում եք Ալեքսանդր Թամանյանին ու իմ ընտանիքը իր հետ կապված հետաքրքիր մի պատմություն ունի։ Сын вот этой меценатки Надежды фон Мек, который женился как раз на племяннице Чайковского, он был очень крупным предпринимателем, железнодорожником. Ուրեմն Նադեժդա Ֆիլարետովնայի որդին, ով ամուսնացել է Չայկովսկու զարմուհու հետ, ինքը մեծ գործարար է եղել, ձեռներեց է եղել։ И он решил под Москвой построить частный город на 10 тысяч человек. Начал строительство одновременно 1000 зданий. Եվ նա որոշել էր Մոսկվայի մերձակայքում կառուցել մասնավոր քաղաք, այսպես ասած, 10,000 շենք միանգամից կառուցել։ И пригласил как раз Таманяна главным по строительству, по проектированию этого города. Это было в 1911 году, то есть до революции. Եվ նա հենց Թամանյանին հրավիրել էր, որ նախագծի այդ քաղաքը, դա տեղի ունեցել 1911 թվականին։ И Таманян несколько лет там работал, но кроме работы, как это бывает, сложились и личные истории, и Таманян влюбился в дочь этого Николая Карловича фон Мека. Ու բացի աշխատանքից, ինչպես հաճախ տեղի ունենում, նաև սիրային այդ պատմությունը զարգացավ։ Ինտրիգներից չենք խոսափում։ Այո, Թամանյանը ամուսնացավ հենց այդ մարդու դստեր հետ։ И вот у меня одна из книг, которую я издал, которая называется «Как я их помню», написана именно этой девушкой, в которую влюблен был Таманян. И там есть история их отношений, когда они жили под Москвой, но и потом она приезжала, есть глава «Поездка в Еревань». Եվ ես ինձ հետ գիրք եմ բերել, որը կոչվում է «Как я их помню», ինչպես եմ ես իրենց հիշում, որը հեղինակել է հենց այդ աղջիկը, ում սիրահարված է եղել Թամանյանը, այնտեղ հենց գլուխ կա այն մասին, թե իրենք ինչպես են շփվել, հանդիպել Մոսկվայում եւ հետո նա եկել է այցելել է Հայաստան նաեւ։ В общем, как мы видим, в любой истории всегда есть любовь, есть трагедия, и есть музыка, книги, совершенно верно. Ինչպես գիտենք, ցանկացած պատմության մեջ կա սեր, կա երաժշտություն, կա արվեստ։ И наша задача, чтобы в том числе молодое поколение узнавало об истории. И мне кажется, изучать историю – это не просто перемещаться в прошлое, а это строить себе основу, на знании которой ты можешь принимать более правильные, более взвешенные решения сегодня. Եվ իմ կարծիքով ինչու է կարևոր որ երիտասարդ սերունդը իմանա պատմությունը, որովհետև պատմությունը դա ոչ միայն անցյալի մասին է, այլ նաև դա հիմք է տալիս, որ ներկայում եւ ապագայում մենք ավելի կշռադատված, ավելի լավ որոշումներ կայացնենք։ И вот большая наука история, многие ее не очень любят, но если в нее входить через две двери, одна – это изучать своих предков, другая – это изучать свое родное место, краеведение, да, по-русски называется. Вот через эти двери, если входить, то история открывается совершенно новым взглядом, и ты, когда ты находишь там что-то родное, она тебя заинтересовывает, и потом она приносит тебе пользу в жизни. Եվ ճիշտ է, շատ այ չեն սիրում պատմություն առարկան, բայց եթե մենք պատմությանը այսպես երկու դռնից մուտք գործենք, մեկը մեր նախնիներին ուսումնասիրելով, մյուսը մեր ծննդավայրը, մեր առջև շատ հնարավորություններ կբացվեն, նոր հայացքով կնայենք աշխարհին։ Что я хотел бы сказать про Чайковского, это редкий случай, когда человек при жизни получил огромную популярность во всем мире, действительно так, и сохранил много лет, уже 150 лет, как он популярен. И еще очень важно, что кроме того, что он известный музыкант, он еще и был действительно очень интересный человек как личность. И вот изучение его личности дает нам много примеров,
как себя вести, что такое скромность, что такое честность, что такое уважение к другим людям, что такое благодарность, что такое вера в Бога. Очень важные вещи. Եվ կարելի ասել, որ Չայկովսկի օրինակը եզակի դեպք է, որովհետև նա ինքը չերից ով իր կյանքի ընթացքում էր հանրաճանաչություն ձեռք բերել եւ պահպանել է արդեն 150 տարի շարունակ, ու բացի դրանից նա որպես մարդ շատ հետաքրքիր է եղել, հետաքրքիր կյանքով է ապրել ու կարող է մեզ օրինակ ծառայել, ցույց տալ, թե ինչպիսին մենք լինենք, սովորեցնել համեստություն, երախտապարտություն, հավատ առ Աստված եւ այլ կարեւոր արժեքներ։ Այն ինչի առաքելություն ունի յուրաքանչյուր արվեստագետ, իսկապես երակներով եւ արյունով արվեստագետ է եւ քարոզում ու տարածում է միայն սեր, իսկ այդ սերը փաստորեն այս դեպքում երաժշտության միջոցով։ Իրականում շատ կարևոր փաստերից մեկն է, որ Չայկովսկու 185-ամյակին նվիրված այս միջոցառումը հյուրընկալում է 9 երկիր, ինչպես եղավ, որ Հայաստանը նույնպես դարձավ այն երկրներից մեկը, ով հյուրընկալում է միջոցառումը։ Ոչ միայն որ առաջինն է հյուրընկալում, այլ նաև ներգրավվածությունը Հայաստանի։ Но почему Армения включена? Во-первых, мне просто нравится Армения. Во-вторых, здесь есть школа имени Чайковского, и мы с ней дружим. И у меня много всяких направлений деятельности. Одно из них – это создание ассоциации музыкальных школ, которые носят имя Чайковского. Я нашел уже в 7 странах, делаю ассоциацию, чтобы они обменивались опытом и помогали друг другу становиться лучше. Նախ եւ առաջ ես պարզապես սիրում եմ Հայաստանը, դա առաջի պատճառն է։ Спасибо за вашу любовь. Բացի դրանից Հայաստանում կա Չայկովսկու անվան դպրոց եւ ես տարբեր ուղղություններով եմ աշխատում, որոնցից մեկն է ստեղծել ասոցիացիա այն բոլոր հաստատությունների, բոլոր դպրոցների, որոնք կրում են Չայկովսկու անունը, ու Հայաստանը դրանցից մեկն է, արդեն մի շարք երկրների ես կապվել եմ իրենց հետ միավորել եմ։ И я много путешествий, я был в 70 странах мира. Я был в 30, наверное, школах имени Чайковского, и должен сказать, что Ереванская школа очень хорошо выглядит, замечательное руководство, замечательные дети, в хорошем месте. Я желаю им успеха, чтобы это имя этой школы звучало во всех странах мира и получало аплодисменты от всех культур и народов. Ես ավելի քան 72-ով ճանապարհորդել եմ եւ եղել եմ Չայկովսկու անունը կրող 30 դպրոցում ու կարող եմ վստահեցնել, որ Հայաստանի դպրոցը լավագույններից մեկն է, ինչ շատ դուր է գալիս, տեսք, ղեկավարությունը, երեխաները, որոնք այնտեղ սովորում են ու կցանկանամ մաղթեմ, որ նորանոր հաջողությունների հասնի այդ допроце եւ արժանանա բարձր ծափահարությունների։ И, может быть, в следующем проекте получится сделать так, чтобы лучшие ученики Ереванской школы попали в город Воткинск, где родился Чайковский, там музей, это шикарное место, там такая историческая идиллия, там очень красиво, огромный пруд, много километров, и там все театрализованное, все гиды выступают в исторических одеждах, и детям это очень интересно, очень нравится, там действительно очень сердечная атмосфера. Եվ ես շատ կուզենամ, որ հաջորդ պրոյեկտի ժամանակ այս դպրոցի լավագույն աշակերտները հնարավորություն ունենան գնալու Ոդկինսկ, որտեղ եւ ծնվել է Չայկովսկին, որովհետեւ այնտեղ շատ հետաքրքիր գեղեցիկ միջավայր է, պատմական շունչ կա այնտեղ, բոլոր այդ աշխատողները այնտեղ թատերականացված հագուստներով են եւ երեխաները երբ այցելում են, իրենց համար շատ հետաքրքիր է։ Թեմատիկ։ Այս թեմայով իհարկե մենք կարող ենք միշտ խոսել հատկապես Չայկովսկի, արվեստ, երաժշտություն, բայց ունենք եթերաժամանակ, որը սուղ է, այդ պատճառով ուզում ենք եւս մեկ անգամ հիշեցնել, որ մարտի 26-ից մեկնարկել է մեծ մշակութային նախաձեռնություն, կրթամշակութային, որը կոչվում է Չայկովսկի մշակույթ առանց վիզաների, եթե չեմ սխալվում։ Դե շատ շնորհակալ ենք հյուրընկալվելու համար, մաղթում ենք լավ շարունակություն եւ թող այսպիսի նախաձեռնությունները երկրում մշակույթի հետ կապված եւ երաժշտության լինեն շատ, իսկ մեր հարթակը, տաղավարը պատրաստ է սիրով լուսաբանելու եւ հյուրընկալելու։ Դե ինձ սիրելի հեռուստադիտողներ, բարի լույս։ Մեր տաղավարումն արդեն մեր հյուրերը 25 տարի շարունակ Կանտատա միջազգային բրենդը մատուցում է բարձրորակ թեյ, սուրճ եւ յուրահատուկ նվերներ։ Այն առհասարակ մի նոր մշակույթ բերեց Հայաստան ու ծանոթացրեց մարդկանց սուրճի եւ թեյի հրաշալի աշխարհի հետ։
Յուրահատուկ բույր, էլեգանտ մոտեցում, անհնար է իհարկե այս ամենի կողքով անտարբեր անցնել, մեր հյուրերի հետ կխոսենք Կանտատա միջազգային բրենդի մասին եւ շատ հետաքրքիր բացահայտումներ կանենք։ Եվ այսպես տաղավարում են Կանտատա խանութ սրահի մարքեթինգի մասնագետ Միլենա Ղուկասյանը եւ խանութ սրահների ադմինիստրատոր Դիանա Թավադյանը, ով աշխատում է առաջին խանութի բացման օրից ի վեր, փաստորեն։ Բարի լույս։ Դե այո, 2006 թվականից բրենդը գործում է։ Խնդրում եմ Դիանա, փաստորեն դուք առաջին օրվանից աշխատում եք, մի փոքր էքսկուրս անենք, հասկանանք ում միտքներ, ինչպես ծնվեց գաղափարը այս խանութ սրահների, հատկապես թեյի եւ սուրճի այս համային հրավառությունը տարածել փաստորեն մեր սուրճասեր հասարակության մեջ։ Բարև ձեզ, մենք եւս շնորհակալ ենք հրավերի համար։ Կանտատա խանութների ցանցը հիմնադրվել է Ռուսաստանում, մասնակցանալով բարձրակարգ թեյերի, սուրճերի, նվերների եւ քաղցրավայնիկների վաճառքի ոլորտում։ Նրանց առաջին խանութը բացվել է Մոսկվայում, իսկ տարիների ընթացքում ցանցը ընդլայնվել է, ներառելով մի շարք քաղաքներ Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռումինիայում եւ վերջերս Դուբայում նաեւ։ Կանտատա խանութների ցանցը միջազգային բրենդ է, գործում է արդեն 25 տարի, մատուցելով որակյալ թեյ, սուրճ եւ յուրահատուկ նվերներ։ Այո։ Հայաստանում այն գործում է 2006 թվականից, արդեն 19 տարի է։ Հետաքրքիր է անվան ընտրությունը Կանտատա, Միլենա, խնդրում եմ դուք պատմեք, ոնց ինչով է պայմանավորված այս անվան ընտրությունը։ Այո, իրականում շատ հետաքրքիր պատմություն է։ Գերմանացի անվանի կոմպոզիտոր Բախը եղել է սուրճի մեծ սիրահար եւ այնքան է սիրել սուրճը, որ գրել է ստեղծագործություն եւ անվանել է սրճային կանտատա։ Հետաքրքիր է Չայկովսկին սիրում էր սուրճ կամ այ պիտի հարցը որտեղ մեր նախորդները Չայկովսկու ազգակիցն էր, այսօր կարելի է այս թեման քննարկել միասին եւ ձեզ կապել իդեպ։ Շատ լավ։ Ստեղծագործության սյուժեն զարգանում է Գերմանիայում եւ պատմում են մեկ աղջկա մասին, ում իր հայրը արգելում է խմել սուրճ, քանի որ նա չարաշահում է այդ ըմպելիք օգտագործելը։ Ոնց որ հայրը կիրառում է տարբեր պատժամիջոցներ, չի թողում տանից դուրս գա, զրկում է գումարից, բայց աղջիկը ոչ մի կերպ չի համաձայնվում սուրճից հրաժարվելը եւ ասելով, որ սուրճի քաղցրությունը չի կարելի համեմատել անգամ սիրելի 100 համբույրի քաղցրության հետ։ Այսպես ռոմանտիկ պատմություն։ Այո, վերջանում է այս ստեղծագործությունը նրանով, որ աղջիկը պետք է ամուսնանա եւ ամուսնանում է պայմանագիր է կնքում իր ապագա ամուսնու հետ, դառնալ նրա կինը միայն այն դեպքում, եթե ամուսինը թողնի նրան խմել այնքան սուրճ, ինչքան հարկավոր է։ Այո, Կանտատան հիմնադրող թիմը ոգեշնչվել է այս պատմությամբ եւ անվանել է ցանցը Կայֆեինա Կանտատա դե ռուսերենով, քանի որ Ռուսաստանում է եղել հիմնադրված։ Տարիների ընթացքում եւ ցանցի հյուրերը եւ աշխատակիցները ոնց որ կրճատելով միշտ ասել են կանտատա այդ կայֆեինա բառը հանելով եւ վերջապես մնացել է հենց կանտատա։ Օրինակ շատ սիրվել է։ Հետաքրքիր է թե ինչ նոր մշակույթ եք փորձել ձևավորել թեյի եւ սուրճի աշխարհում։ Առաջնահերթ մեր նպատակը եղել է ստեղծել այնպիսի պատկերասրահ թեյի եւ սուրճի, որ բոլորը կարողանան գտնել իրենց համար կատարյալ ամենօրյա ըմպելիք։ Սակայն մեզ համար կարևոր է եղել ոչ թե ստեղծել ինչ-որ նոր սուրճի սպառման մշակույթ, այլ ավելի շատ ստեղծել հյուրընկալության եւ հաճույքի միջավայր, որը սուրճի սեղանի շուրջ է միշտ ծավալվում։ Այո, որտեղ մեր հյուրերը կարողանան գտնել ցանկացած տեղեկություն սուրճի թեյի հետ կապված եւ կարող են ծանոթանալ պատրաստման եղանակների հետ ու իսկապես իրենց այդ առօրյա ըմպելիքը վայելել գիտակցելով դրա արժեքը։ Իսկ կա սուրճի ճիշտ պատրաստման ձև։ Այսինքն առաջարկում եք նաև մեթոդներ սուրճը ճիշտ պատրաստելու որպես այդպեսին, թե դու միայն նայած ինչ ձևով են պատրաստելու, ինչ ապարատով են պատրաստելու, հա, սրճեփով, թե տեխնիկայով, ապարատներով, սրճեփներով այս դեպքում։ Շատ լավ։ Մենք ասում ենք, որ 19 տարի Կանտատան որպես այդպեսին երկրում գոյություն ունի եւ առաջարկում է մշակույթ սուրճի եւ թեյի։ Հետաքրքիր է ինչ կարողացաք փոխել Հայաստանում եւ դեռ ինչ ծրագրեր ու տեսլականներ ունեք Կանտատա խանութ սրահի մասով ավելի ընդլայնվելու եւ տարածվելու։ Մեր կատարած փոփոխությունները եղել են հայ սպառողի պատկերացումները ձևափոխելը, կոտրելով տարիներով արմատացած կարծրատիպերը։ Ցույց ենք տվել, որ սուրճը կարելի է պատրաստել բազմազան եղանակներով, ոչ միայն սրճեփով եւ թելը։ Հայաստանում օրինակ թեյը ընկալել են որպես մրսածության ժամանակ խմվող տաք ըմպելիք, բայց մենք կարողացել ենք ցույց տալ, որ այն կարող է լինել ամենօրյա, բազմազան, ոճային, հա, եւ առողջարար վերջապես։
Սովորեցրել ենք մեր հաճախորդներին սիրել արաբիկա տեսակի սուրճը, զգալ իր այդ սուրճի հետհամի բազմազանությունը։ Փոփոխությունները շատ են, թվարկել եմ մի քանիսը։ Իսկապես սա մշակույթ է, որը որ շատ հարիր է մեր հասարակությանը եւ վստահ եմ, որ շատ արագ էլ այդ սերը որպես այդպեսին ձևավորվել է սուրճի եւ թեյի շուրջ, իհարկե ձեր շնորհիվ Կանտատախանութի համեցիր։ Իրականում շատ կարևոր փաստ է, որ դուք ձեր հաճախորդներին մշտապես զեղչերի հնարավորություն եք տալիս եւ խոսենք նաեւ, որ ամսի 28-ից մարտի 28-ից մինչեւ 31-ը դուք տրամադրել եք 20% զեղչ։ Խոսեք դրա մասին։ Շատ ուրախ ենք, որ հենց այսօր ենք ձեր հյուրը, առիթից օգտվենք եւ պատմենք մեր խանութսրահներում գործող զեղչերի մասին, հա։ Մարտի 28-ից 31-ը ոչ տեսականու համար գործում է 20% զեղչ, ինչը շատ լավ հնարավորություն է ծանոթանալու Կանտատա խանութսրահների որակյալ եւ բազմազան տեսականուն։ Դե եկեք, քանի որ ասացինք, որ մեկը չէ, երկուսը չէ հասցեները որպես այդպեսին, որտեղ են գտնվում եւ տեղակայված են որտեղ Կանտատա խանութսրահը։ Այո, մենք ունենք Հայաստանում 6 մասնաճյուղ, մեր հասցեներն են Մաշտոցի 11/2, Կոմիտաս 3, Դալմամոլ, Երևանմոլ, Մեգամոլ եւ Հյուսիսային պողոտա, Տաշիստի առևտրի կենտրոն։ Կան մտքեր, օրինակ Կանտատա խանութսրահը նաեւ մարզերում տեղակայել, որպես այդպիսին մարզային համայնքներում զարգացնել սուրճի, որովհետեւ ես ասում եմ հասարակություն, իսկ մեր ժողովուրդը սիրում են սուրճ եւ թեյ, դա Երևանի սահմաններից դուրս էլ ավելի ակտուալ է, դե։ Իսկ մարզերում ինձ թվում է, որ կարելի է ակտուալ եւ շատ գեղեցիկ մշակույթ ձևավորել։ Հետագայում հնարավոր է, ունենք շատ հաճախորդներ, որ հենց մարզերից են գալիս մեզ մոտ, հետագայում հնարավոր է այդ լինի դա։ Ձեր խանութսրահում ներկայացված է 80 տեսակի սուրճ եւ 100 տեսակի թեյ։ Ինչպես են հաճախորդները կողմնորոշվում այս թողուբորի մեջ։ Ի սկզբանե Եվ մի քանի փուլ անցնելով, ի սկզբանե մենք լսում ենք մեր հյուրի անհատական ինչ-որ նախասիրությունները, այսինքն ինչ տիպի թեյի կամ սուրճի սիրահարն է, որից հետո արդեն իսկ մեր մասնագետներն են պատմում եղած տեսականու, ինչ-որ թեյի կամ սուրճի տեսակների յուրահատուկ հատկությունների մասին եւ բույրը թեյի եւ սուրճի բույրը զգալով միասին ընտրություն են կատարում։ Իհարկե, եթե շատ դժվար լինի մեր հաճախորդին, մենք կարող ենք տեղում հենց մի փոքր համտես այո կազմակերպել, որը արդեն կհեշտացնի շատ ընտրությունը։ Ես գիտեմ, որ նաեւ Կանտատա խանութսրահներում որպես այդպեսին նվերների հետաքրքիր առաջարկներ է գործում, օրինակ ես ուզում եմ նվիրել որևէ իմ սրճասեր ընկերոջը նվեր, այս դեպքում ինչ համադրություններ եք մեկտեղել նվերի տեսքով։ Հա, ունենք բոլոր մասնաճյուղերում պատրաստի նվերների լայն տեսականի, թեյերով եւ սուրճերով համադրված։ Ունենք տուփային տարբերակներ եւ փնջային հավաքածուներ, որոնց մեջ ներառում ենք լավագույն տեսականին։ Ցանկության դեպքում հաճախորդը կարող է մոտենալ ցանկացած մասնաճյուղ եւ տեղում հավաքել իր նախընտրած թեյերով եւ սուրճերով հավաքածու։ Մեր Կանտատայում կարող են գտնել նվեր բոլորի համար։ Իդեպ այսօր էլ սիրով ձեզ համար նվերներ ենք պատրաստել։ Շնորհակալություն, ծաղիկները ինձ։ Ծաղիկները ոնց կցանկանաք։ Կատակում եմ իհարկե։ Ես ուզում եմ սիրելի հեռուստադիտողներ անպայման շեշտել, որ մենք մեր եթերից անընդհատ խոսում ենք սուրճի եւ թեյի կարեւորության մասին, մենք ըմբում ենք այդ ամենը եւ վայելում ենք մեր եթերներում։ Կան տարբեր խանութսրահներ մեկ անունով Կանտատա, որտեղ որ առաջարկում են սուրճի եւ թեյի համային հրավառություններ։ Իդեպ վստահ եմ ունեք այդպիսի մարդիկ, ընկերներ, բարեկամներ եւ ընտանիքի անդամներ, ինչու ոչ, ովքեր որ մեծ երկրպագու են սուրճի, այ նվերի տեսքով կարելի է նրանց օրը ավելի տոն դարձնել։ Իդեպ ովքեր չգիտեն, սուրճը նաեւ առողջարար է, չէ՞։ Այո, ճիշտ օգտագործելու։ Դուք որպես մասնագիտացված խանութի ներկայացուցիչներ կարող եք ընդգծել ինչքանով է կարևոր առողջությանը, հատկապես տրամադրության բարձրացմանը, ինչով է նպաստում սուրճը եւ թեյը, այս դեպքում արդեն ինքնազգացողության համար։ Այո, իրականում շատ կարևոր է հենց որակյալ թեյ կամ սուրճ օգտագործելը ու առաջնահերթ դա կարևոր է մեր օրգանիզմի համար, քանի որ որակյալը թեյն ու սուրճը պատրաստված են լինում բարձրորակ հումքից եւ չեն ներառում ինչ-որ հավելյալ քիմիական նյութեր։ Ճիշտ գրագետ ընտրված թեյն ու սուրճը կարող է բարձրացնել տրամադրություն, թարմեցնել եւ առաջնահերթ երբ մենք ընտրում ենք եւ ըմբում ենք բարձրորակ թեյ կամ սուրճ, մենք ոչ թե ընտրում ենք համը
կամ ոչ թե պարգևում ենք մեզ համ, այլ առաջնահերթ հոգատարություն մեր օրգանիզմի եւ կյանքի որակի նկատմամբ, ինչը վերաբերվում է նաեւ մեր նվերներին, նվիրելով թեյ կամ սուրճ կանտատ, այս դուք ձեր մտերիմներին առաջնահերթ նվիրում եք հոգատարություն, առօրյա հոգատարություն եւ ջերմություն։ Սա արդյոք կարգախոսն է կանտատայի, թե դուք հենց նոր մեջ բերեցիք Միլենա։ Նաեւ։ Այո։ Կարելի է ունենալ այդպիսի ընդգծում։ Շատ լավ, այս բազմազանության մեջ 100-ից ավել, ասացինք, տեսականի կա թեյերի եւ սուրճերի։ Հետաքրքիր է ինչպես եք աշխատում հաճախորդների հետ։ Միլենան նշեց, որ հաճախորդիկ հիմքին համապատասխան հասկանում ենք, թե ինչպեսի նախասիրություն ունի թեյի կամ սուրճի, բայց այս բազմազանության մեջ, օրինակ, ինչպես եք առաջարկում կամ թելադրում, կարող է լինել հաճախորդ, որ կատեգորիկ վստահում է միայն ձեզ եւ չունի որպես այդպիսի նախասիրություն թեյի կամ սուրճի։ Միլենա, ինչպես եք այս դեպքում աշխատում եւ հաղորդակցվում հաճախորդների հետ այս մեծ բազմազանության ֆոնին։ Կամ դուք անեցեք։ Նախապես մենք հարցնում ենք, ճշտում ենք հաճախորդից, թե ինչ թեյ է ինքը նախընտրում, հա, կանաչ, սև, արդեն ուղղորդում ենք իրան։ Իսկ եթե չունի որևէ նախընտրություն, ապա ցույց ենք տալիս, պատմում ենք թեյերի առողջարար հատկությունների մասին։ Օրինակ, երեկոյան կարող ենք թեյ առաջարկել, որ կարող ենք խմել երեկոյան, որը հանում է լարվածությունը, ստրեսը, հա։ Մարսողության համար ունենք թեյեր, որոնք շատ օգտակար են մարսողության, հակաօքսիդանտ թեյեր, հասկանալով թե ինչ նախընտրած թեյ ունի, եւ արդեն սկսում ենք ցույց տալ տարբերակները, ունենք հավելումներով եւ ունենք դասական տարբերակներ թեյերից։ Հետաքրքիր եւ շատ համեղ մշակույթ եք իրականացնում մեր քաղաքում։ Շնորհակալություն ձեզ մեր հայրենակիցներին, ինչու ոչ, նախ տալու բազմազան ընտրության հնարավորություն սուրճի եւ թեյի, որտեղ ինչպես նշեցի, մենք սուրճասեր ազգ ենք, ես ինքս շատ սիրում եմ սուրճ եւ թեյ զուգահեռ եւ այո, արթնանում ենք, շատ ուրախ արթնանում ենք սուրճ խմելու արդեն տրամադրվածությամբ։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Միայն պիտի խնդրեմ մեզ հիշեցնեք եւ հեռուստադիտողներին ինչպես գտնել ձեզ։ Դուք նշեցիք հասցեները, բայց ունեք սոցիալական հարթակներ, որտեղ այո, Instagram-ում, Facebook-ում կարող եք գտնել Կանտատա Արմենիա է կոչվում։ Ունեք առաքում որպես այդպեսի։ Այո, իհարկե։ Խնդրում եմ պատմել ձեր ծառայությունների մասին այս դեպքում, կարող են ձեզ գրել եւ դուք կարող եք առաքման ծառայություն մատուցել կամ կարող են զանգել մասնաճյուղերից որևէ մեկը եւ պատվիրել առաքում։ Օրվա ընթացքում հիմնականում առաքումը կատարվում է։ Եղել են որևէ զավեշտալի դեպքեր, օրինակ մտածեն, որ սա օրինակ սրճարան է եւ առաջարկեն ձեզ սուրճ եփել իրենց համար։ Շատ զավեշտալի դեպքեր լինում են, անկեղծ ասած, այս պահին չեմ կարող հիշել հաստատ, բայց 19 տարի կանտատան գործում է, դուք առաջին օրվանից վստահ եմ զավեշտալի դեպքերի պակաս չեք ունեցել։ Իրականում սուրճ կամ թեյ կարող եք նաեւ փորձել հենց մենք պատրաստենք ձեզ համար մեր երկու մասնաճյուղում, որը գտնվում է Կոմիտասում եւ Մաշտոցում, կա հնարավորություն to go սուրճ կամ թեյ վերցնել ձեզ հետ։ Համեցեք, սիրով կսպասենք։ Շնորհակալություն, մաղթում ենք միայն ու միայն հաջողություններ բրենդի եւ աշխատանքում, այնպես որ սիրելի հեռուստադիտողներ կան շատ համեղ սուրճի եւ թեյի առաջարկվող խանութ սրահներ Կանտատա անունով։ Այս պահին գովազդային դադար է, որից հետո Լիլիթը խոստանում է վերադառնալ։ Ես դեռ չգիտեմ։ Մեր տրամաբանական ավարտն է մոտենում եթերի, բայց շարունակելով արտադրական ակտիվ գործունեությունը, ասենք, որ Դարոյինքի սիրելի քաղցրավենիքները վերադարձել են նոր տեսքով։ Խրթխրթան եւ շատ համեղ շոկոլադե, կիտրոնի, շոկոլադի եւ պնդուկի, կատնաշոկոլադային եւ կատնային վաֆլիները, ինչպես նաեւ թարմ քաղցրաբլիթները այժմ ավելի գեղեցիկ եւ հարմար փաթեթավորմամբ ձեր եւ ձեր երեխաների համար։ Իսկ առաջարկվող համային լայն տեսականին կամբողջացնի ընտանեկան եւ ընկերական երեկոները լրացնելով իրենց քաղցրությամբ եւ ջերմությամբ։ Նշենք նաեւ, որ տեսականին արկա է բոլոր վաճառակետերում, իսկ հիմա ժամանակն է անցնել խոհանոց եւ տեսնել թե ինչ է կատարվում այնտեղ։ Այո, վերջնական տեսքն է ստացվել արդեն նախաճաշի թող ցույց տալ մեր գործընկերներին։ Էկրաններին է արդեն վերջնական տեսքը։ Հիշեցնենք հեռուստադիտողներին, ինչ բաղադրիչներ օգտագործվեց եւ ինչպես է կոչվում, ինչպես կարող են նրանք այս պահին պատվիրել։ Քամած մածունով բլղուրով աղցանն է, պատրաստելու համար օգտագործեցինք թթվասեր քամած մածուն, համեմելով դաղցով, ուրցով, իսկ միջուկը իրենց ներկայացնում է թրջած բլղուրը աջիկայով, տոմատի մածուկով, մաղադանոսով ու համեմունքներով։ Բաղադրատոմսը կարող եք գտնել նաև Facebook-յան, Instagram-յան էջերում, եթե չեք ուզում պատրաստել կամ ժամանակ չունեք, պատվիրեք Live Chef Online ռեստորանից։
Շնորհակալություն։ Ձեզ նույնպես։ Կհանդիպենք մյուս 5 շաբթի կրկին համեղ հետաքրքիր բաղադրատոմսով։ Ձեզ լավոր ենք վաղտում։ Հաջողություն։ Շնորհակալություն սիրելի գործընկերներ, Համլետ, դուք հրաշալի խոհարար եք, մենք ամեն անգամ փորձելուց դուք չեք մնում մեզ, որպեսզի լսեք մեր արձագանքները, բայց հրաշալի է եւ ամեն ինչ համեղ է ստացվում, շատ դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, ներկայացնենք մեր մյուս Ներկայացնենք արդեն իսկ մեր հարազատ դարձած գործընկերոջը Գուցեյմին, որը բացառիկ է իր IKEA բրենդի ամենամեծ ներկայացնող եւ կենցաղային տեխնիկայով եւ տնտեսական ապրանքների ամենամատչելի վաճառողն է Հայաստանում։ Ինչու գնալ խանութ եւ բոլոր գնումները ծանր տեղափոխել տուն, եթե կարելի է բազմոցին նստած հանգիստ առանց շտապելու ընտրել օրինակ ձեզ համար մազերի շամպույնը կամ լվացքի փոշին, ընդ որում ավելի մատչելի, քան ցանկացած սուպերմարկետում եւ ստանալ արդեն իսկ ձեր տանը։ Չմոռանանք նաև նշել, որ այդ հնարավորությունը Գուցեյը ոչ միայն ընձեռել է Երևանի բնակիչներին, այլ ամբողջ Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին։ Գուցեյը քո օնլայն հիպերմարկետը Հայաստանում։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօր թատրոնի միջազգային օրն է։ Գնացեք նայելու ներկայացումներ, եղեք կից թատրոնին եւ արվեստին, ունեցեք լավ, պրոդուկտիվ, արդյունավետ օր, եղեք անպայման առողջ ու ուղղակի վայելեք կյանքը, գարնանային այս հրաշալի եղանակներն ու տրամադրությունը։ Կհանդիպենք յուրաքանչյուր աշխատանքային օր։ Հաջողություն։